Այսօր մենք պիտի անդրադառնանք, կարծում եմ բոլորիս համար մի շատ հետաքրքիր նյութի, դա երիտթուրքերի դատավարությանն է։ Գիտեք, երկար տարիներ անընդհատ գրվել եւ խոսվել է երիտթուրքերի մասին, բայց ցավոք սրտի հիմնական խոսակցությունը տարվել է ոչ փաստաթղթային հիմնավորմամբ, այսինքն ընդհանուր ոճով։ Մենք այսօր մասնագետ ունենք Մելինե Ալումյանը, որը մասնագիտացել է երիտթուրքերի դատավարության հարցում։ Թուրքագետ, որը բնագրերը կարդալով եւ թարգմանելով ուսումնասիրել է այդ հարցը եւ վստահաբար կարծում եմ շատ հետաքրքրական կլինի նրա նյութը։ Նյութը վերնագրված է Հայոց ցեղասպանության փաստը երիտթուրքերի դատավարության փաստաթղթերում։ Այդ փաստաթղթերով։ Ինչպես միշտ ելույթի բանախոսության առաջին մասը կլինի դասախոսության ձևով, իսկ երկրորդ մասը հարց-պատասխանի։ Խնդրեմ, համեցեք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Modus Vivendi կենտրոնին եւ պարոն Պապյանին հրավերի համար, ինչպես նաեւ բոլոր մասնակիցներին, քանի որ շատ եմ կարևորում հատկապես երիտասարդների տեղեկացվածությունը այս հարցի մեջ։ Ես նույնպես պետք է ներկայացնեմ ընթերցելով, քանի որ հիմնականում դրանք լինելու են տարբեր վկայություններ, հատկապես թուրքերի, որոնք հնչել են թուրքական ռազմական դատարաններում։ Իթիատականների հայերի բնաջնջման ուղղված քաղաքականությունը Օսմանյան կայսրության կողմից պաշտոնապես դատապարտվել է դեռևս 1919-1921 թվականներին, ռազմական արտակարգ ատյաններում կայացած 60-ից ավելի դատավարությունների արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով։ Այդ բոլոր դատական գործերը հարուցվել են առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով։ Երիտթուրքերի կուսակցության եւ կառավարության անդամների 1919 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին տեղի ունեցած դատաքննությունների համար հիմք են ծառայել ոչ միայն հայերի տեղահանման եւ ոչնչացման մեջ կարևոր դեր ունեցած հատուկ կազմակերպությունը հիմնելու, այլ նաեւ առանց հիմնավոր պատճառի երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, տնտեսական չարաշահումներ թույլ տալու, սև շուկայում գործունեություն ծավալելու եւ երկրի անվտանգությունը խախտելու մեղադրանքները։ Ինչպես նշում է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը, հենց այս դատաքննությունների արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով Օսմանյան կառավարությունն արդեն իսկ պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Միաժամանակ այս դատավարությունները կարևորվում են նաև հայոց ցեղասպանության փաստի հաստատման առումով, քանի որ դատական գործերի նիստերում ներկայացված մեղադրական եզրակացությունները, դատաքննության ընթացքում ունկնդրության արժանացած վկաների եւ անվաստանյալների ցուցմունքները, ընթերցված ծածկագիր հեռագրերը ու հատկապես դատավճիռները ընդգրկող փաստաթղթերն անհերքելիորեն ապացուցում են, որ հայերի զանգվածային կոտորածները եղել են կանխամտածված եւ ծրագրված երիտթուրքերի կուսակցության եւ կառավարության կողմից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո զինադադարի շրջանում Օսմանյան կայսրության շատ արագ միմյանց հաջորդող կառավարությունների հայոց ցեղասպանության պատասխանատուներին բացահայտելու եւ դատապարտելու նախաձեռնությունն առաջին հերթին պայմանավորված էր հաշտության պայմանագրի դրույթները եւ հաղթանակած տերությունների դիրքորոշումը մեղմելու ցանկությամբ, քանի որ կայսրությանը վերջնական կործանում էր սպառնում։ Թուրքիայի վրա մեծ ազդեցություն ունեցավ հատկապես համաշխարհային հանրության մեղավորների միջազգային դատարանին հանձնելու պահանջը։ Հարկ է նշել, որ դեռևս առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ արևմտահայերի զանգվածային բռնագաղթի ու կոտորածների լուրը տարածվել էր ողջ աշխարհով մեկ, դաշնակից երկրները հանձինս Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի կառավարությունների 1915 թվականի մայիսի 24-ին բողոքի նոտա են հղել բարձր դռանը, հայտարարելով, որ Օսմանյան կայսրության այդ նոր ոճրագործություններն ուղղված են մարդկության եւ քաղաքակրթության դեմ, եւ որ դրանց համար իրենք պատասխանատու են ճանաչելու Օսմանյան կառավարության բոլոր անդամներին, ինչպես նաեւ կոտորածների մասնակից տեղական իշխանություններին։ Մուդրոցի զինադադարի կնքումից հետո տեղի տալով համաշխարհային հանրության ճշմանը, Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ 6-րդ Վահդեդինը եւ հաճախ փոփոխվող կառավարությունների ներկայացուցիչները փութացին պատժել առաջին աշխարհամարտի տարիներին այստեղ կատարված ոճրագործությունների, մասնավորապես
հայերի տեղահանության ու կոտորածների հեղինակներին։ Այս հարցում կարևոր դեր խաղաց նաև այն, որ 1918 թվականի դեկտեմբերից իշխանության եկած օսմանյան կառավարությունները կազմվում էին Իթիհադի հակառակորդ եւ պատերազմի տարիներին հալածված ազատություն եւ համաձայնություն կուսակցության անդամներից։ Մուդրոսի զինադադարի կնքմանը հաջորդած ամիսներին օսմանյան կայսրության հասարակության շրջանում նկատելի էր առաջին աշխարհամարտում քրիստոնյաների դեմ իրականացված կոտորածների մեջ իթիհադականներին մեղադրելու եւ նրանցից զատվելու միտում։ Այս ժամանակաշրջանում օսմանյան մամուլում խիստ մեղադրանքներ են հնչեցվել երիտթուրքերի դեմ, հատկապես սուր քննադատության են արժանացել հայերի նկատմամբ նրանց վարած քաղաքականությունը։ Հայերի տեղահանության եւ կոտորածների խնդիրն ընդգրկվել է նաեւ տվյալ ժամանակաշրջանի Օսմանյան խորհրդարանի օրակարգ եւ վերջինս 1918 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դարձել է թեժ վիճաբանությունների թաթերաբեմ։ Օսմանյան խորհրդարանում կայացած քննարկումների արդյունքում փաստվել է պատերազմի ժամանակ երիտթուրքական կուսակցության եւ կառավարության կատարած չարաշահումների եւ ոչրագործությունների իրողությունը։ Դրանք քննելու նպատակով Օսմանյան խորհրդարանում ստեղծվել է 5-րդ հանձնախումբը, որը ի թիվս այլ մեղադրանքների երիտթուրքական կուսակցությանը մեղադրել է նաեւ պատերազմի տարիներին հայ բնակչությանն անհիմն տեղահանության, զանգվածային ոչնչացման եւ այդ բնաջնջումն իրականացնելու համար հատուկ կազմակերպություն անվամբ անօրինական կառույց ստեղծելու մեջ։ Օսմանյան խորհրդարանի 5-րդ հանձնախումբը հարցաքննված նախարարների մեկնաբանություններին եւ խոստովանություններին հավելել է նաեւ բազմաթիվ փաստաթղթեր, որոնց մեջ եղել են կոտորածներին վերաբերող խիստ գաղտնի հրահանգներ։ Այս վավերագրերը հետագայում հանձնվել են ռազմական ատյանի դատախազներին։ Հայոց ցեղասպանության պատասխանատուների հետաքննությունը Օսմանյան կայսրությունում գրեթե միաժամանակ կատարվել է 3 տարբեր հետաքննիչ հանձնաժողովների կողմից։ Հայոց ցեղասպանության պատասխանատուներին գտնելու ուղղությամբ կարևոր հետաքննություն է կատարել նաև հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովը, որը հայտնի է Մազհարի հանձնաժողով անունով։ Վերջինս 2 ամսվա ընթացքում ձեռք է բերել հայերի կոտորածների վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ, այդ թվում ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ ու հրամաններ, ինչպես նաև ականատեսների վկայություններ, որոնք ևս 1919 թվականի հունվարին հանձնվել են Ստամբուլի ռազմական ատյանին։ Սակայն ռազմական ատյանը վերոնշյալ հետաքննող հանձնաժողովների կողմից ձեռք բերված նյութերը թերի համարելով հիմնել է նաև իր 5 հետաքննիչ հանձնաժողովները, որոնք ևս ձեռք են բերել մի շարք հավելյալ տեղեկություններ, որ հանձնվել են ռազմական դատարանի դատախազներին։ Միություն եւ առաջադիմություն կուսակցության անդամների դատավարությունը սկսվել է 1919 թվականի ապրիլի 28-ին եւ շարունակվել մինչեւ նույն տարվա մայիսի 17-ը։ Դատավարության ժամանակ հեռակա կարգով մեղադրվել են 11, իսկ ներկա 20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դատաքննվել են ներկա հետևյալ պաշտոնյաները՝ վարչապետ Սաիդ Հալիմ Փաշան, արտաքին գործերի նախարարներ Հալիլ Մենթեշան եւ Ահմեդ Նեսիմին, արդարադատության նախարար Իբրահիմ Փիրիզադեն, Կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Քիչուկ Թալյաթը, հատուկ կազմակերպության անդամ Ռզա Բեյը, կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Միթհաթ Շուքրուն, կենտրոնական կոմիտեի եւ հատուկ կազմակերպության անդամ Զիա Գյուքալվը, պարենավորման նախարար եւ կենտրոնական կոմիտեի անդամ Քարա Քեմալը, հանրակրթական նախարար Շուքրու Բեյը, Ստամբուլի կայազորի հրամանատար Ահմեդ Ջևադը եւ Անկարայի պատգամավոր ու հատուկ կազմակերպության անդամ Աթիֆը։ Հեռակա կարգով դատվողներ էին։ Ինչու էին հեռակա կարգով դատվում, նրանք քանի որ գտնվում էին փախուստի մեջ։ Ուրեմն հեռակա կարգով դատվողներն էին ներքին գործերի նախարար եւ վարչապետ Թայաթը, ռազմական նախարար Էնվերը, ռազմածովային նախարար Ջեմալը, կենտրոնական կոմիտեի անդամ հանրակրթական նախարար եւ հատուկ կազմակերպության ղեկավարներից դոկտոր Նազիմը, կենտրոնական կոմիտեի անդամ եւ հատուկ կազմակերպության արևելյան վիլայետների բաժանմունքի ղեկավար Բեհայդին Շաքիրը, կենտրոնական կոմիտեի անդամ դոկտոր Գյուսուհին եւ հասարակական անվտանգության նախարար ու հատուկ կազմակերպության անդամ Ազիզը։ Սույն դատական գործի առաջին նիստում դատական քարտուղարի կողմից ընտրվել է մեղադրական ակտը։ Հարկ է առանձնահատուկ անդրադառնալ 41 միավոր պաշտոնական եւ կիսապաշտոնական բնագիր փաստաթղթերի հիման վրա կազմված մեղադրական ակտին, քանի որ այն բաղկացած էր այնպիսի խիստ կարևոր վավերագրերից, ինչպեսիք են ծածկագիր հեռագրերն ու բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների տված վկայությունները։ Այս դատական փաստաթղթերը բացառիկ արժեք են ձեռք բերում, երբ նկատի ենք առնում, որ դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրվել է Օսմանյան կայսրության արդարադատության եւ ներքին գործերի նախարարությունների ենթակա իրավասու պաշտոնյաների կողմից, որոնք հաստատել են դրանց վավերականությունը։
Բացի այդ, շատ դեպքերում մեղադրյալներին ցույց են տրվել փաստաթղթերի տակ դրված սեփական ստորագրությունները եւ նրանք ընդունել են, որ դրանք իրենց են պատկանում։ Գլխավոր ամբաստանագրում տեղ գտած վավերագրերի մեծ մասը բաղկացած էր կուսակցության կենտրոնական կոմիտեի եւ կառավարության անդամների կողմից հղված գաղտնի հրահանգներից ու ծածկագիր հեռագրերից։ Մեղադրական ակտում նշվում էր, որ դատական գործի հիմնական նպատակը հայերի տեղահանման ժամանակ տեղի ունեցած ողբերգության հետաքննությունն է։ Մեղադրական ակտն ընդգծում էր, որ հայերի բնաջնջումը նախապես որոշվել էր Միություն եւ Առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի մանրամասն քննարկումների արդյունքում։ Այսպես, գրավոր կերպով վկայություն տված Օսմանյան 3-րդ բանակի հրամանատար Մեհմեդ Վեհիբ Փաշան հայտնել էր, թե հայերի հանդեպ կատարված վայրագություններն ու կոտորածները, ինչպես նաև ունեցվածքի կողոպուտը, որոշված են եղել Միություն եւ Առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից եւ որ այդ ջարդերի իրականացման համար Բեհայեդին Շաքիրը 3-րդ բանակի շրջանում պատրաստել է հատուկ մարդասպաններ, որոնց ղեկավարել է անձամբ։ Ամբաստանագրում շեշտվում էր, որ երիտթուրքական կուսակցության ղեկավարների կողմից բանտերից ազատված հանցագործներից ստեղծված հատուկ կազմակերպության բուն նպատակն է եղել ոճրագործություններ կատարելը եւ նշվում, թե տվյալ կազմակերպությունը սերտ կապերի մեջ է եղել Միություն եւ Առաջադիմություն կուսակցության հետ եւ որ սույն կազմակերպության գլխավոր պաշտոնյաները հանդիսանում էին կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամները։ Նաև ընդգծվում էր, թե հատուկ կազմակերպության ավազակները հետագայում օգտագործվել են տեղահանման ենթարկված հայերի բնաջնջումը կազմակերպելու նպատակով։ Ամբաստանագրում շեշտվում էր, թե հայերի տեղահանության ընթացքում տարբեր ժամանակներում եւ վայրերում տեղի ունեցած հանցագործությունների հետաքննությունը բացահայտել է, որ այդ ոճիրները ոչ թե կրել են տեղական բնույթ, այլ կանխամտածվել եւ իրականացվել են մեղադրյալներից կազմված հատուկ կենտրոնի բանավոր հրահանգներով ու գաղտնի հրամաններով եւ որ լիովին ապացուցվել է, թե հայերի կոտորածները կատարվել են Թալյաթի, Էնվերի եւ Ջեմալի անմիջական հրամաններով ու գիտությամբ։ Մեղադրական ակտում ընդգծվում էր, որ իթիաթականներն օգտվել են առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից իրենց գաղտնի ծրագրերն իրականացնելու համար։ Ամբաստանագրում հերքվում էր նաեւ Մեծ Եղեռնի հեղինակների եւ ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանների այն ճակերտյալ փաստարկը, թե տեղահանություն իրականացվել է որպես ռազմական միջոցառում։ Ըստ մեղադրական ակտի, հաշվի առնելով այն փաստը, որ օրինակ Բոլուն չէր համարվում պատերազմական գոտի, հավաստում էր, որ հայերի բռնագաղթն ուղղված էր կուսակցության նպատակների իրականացմանը։ Նման գործողություններ չէին բխում ռազմական անհրաժեշտությունից։ Դրանք ոչ պատժիչ գործողություններ էին, ոչ էլ կարգապահական։ Մեղադրական ակտը հատուկ անդրադառնում էր նաև հայերի բնաջնջման մեթոդներին, հայերի ունեցվածքի յուրացմանը եւ կատարված չարաշահումներին։ Ամբաստանագրում շեշտվում էր, որ երիտթուրքերի կուսակցության անդամների մեծ մասը հարստացել էր հայերի անշարժ ու շարժական գույքի կողոպտման շնորհիվ։ Նաև նշվում էր, որ կուսակցությունն ու կառավարությունը բացահայտ հրաման էին արձակել հայերի կոտորածների համար։ Որպես ապացույց բերվում էր այն ծածկագիր հեռագիրը, որում հրահանգվում էր ոչնչացնել հեռացված հայերին։ Փաստաթղթում ընդգծվում էր, որ հայերի կոտորածների գործում կուսակցության կազմակերպության ցանցի հետ մեկտեղ ներգրաված են եղել նաև քաղաքացիական եւ ռազմական իշխանությունները, եւ որ ջարդերն ուղղորդվել եւ վերահսկվել են ներքին գործերի նախարարության եւ անձամբ նախարար Թալյաթի կողմից։ Ամբաստանագրում շեշտվում էր նաև, որ հայերի պաշտպաններ համարձակված պաշտոնյաներին ու հասարակ մարդկանց սպառնացել էին պաշտոնազրկմամբ եւ անգամ մահապատժով։ Կուսակցության անդամների դատավարության ժամանակ մեղադրյալները դատարանի նախագահին տված հարցերին պատասխանելիս տվել են միանման ցուցմունքներ։ Այս առումով մեծ դեր էր խաղացել այն, որ ամբաստանյալներին բանտում հնարավորություն էր տրվել իրար հետ զրուցել եւ քննարկել իրավիճակը ու համադրել ապագայում իրենց կողմից տրվելիք ցուցմունքները։ Հատկապես առաջին նիստերի ընթացքում ամբաստանյալները տվել են խուսանավող պատասխաններ, միաբերան ասել, որ տեղյակ չեն եղել հայերի կոտորածների մասին, ձևացրել, թե չեն հասկանում նախագահի հարցերը, ասել, որ բոլորովին չեն հիշում այն ժամանակվա դեպքերը։ Սակայն դատավարության հետագա նիստերի ժամանակ ամբաստանյալները չեն կարողացել շարունակել այդ ռազմավարությունը։ Ռազմական ատյանի կազմը տարբեր մեթոդների դիմելով կոտրել է նրանց համառությունը։ Կուսակցության անդամների դատավարության վերջին նիստերում դատարանը կիրառել է խաչաձև հարցաքննության մեթոդը։ Անսպասելիորեն որպես փաստ ներկայացրել մեղադրյալների սեփական ստորագրությունը տվող ծածկագիր հեռագրերը։ Այս բոլոր մեթոդներն արդյունավետ են եղել, եւ մեղադրյալները հրաժարվելով կոշտ ժխտողական դիրքորոշումից սկսել են հայտնել որոշ կարևոր տեղեկություններ։
1919 թվականի ապրիլի 10-ին Յոզղատի հայերի տեղանության և կոտորածների դատավաճրով Կախաղան բարձրացված Բողազյանի գավառապետ Մեհմեդ Քեմալի մահապատժից հետո զանգվածային ցույցեր են կազմակերպվել Ստամբուլում։ Ուրեմն նախ նշեմ, որ առաջին դատավարությունը իրականում եղել է Յոզղատի հայերի տեղանության և կոտորածների դատավարությունը։ Ընդհանուր թվով 60-ից ավելի դատավարություններ են եղել, սակայն կան գլխավոր դատավարություններ։ Գլխավոր դատավարությունների մեջ ընդգրկվում են երիտուրքական կուսակցության և կառավարության անդամների դատավարությունները։ Առանձին եղել են նաև պատասխանատու քարտուղարների դատավարություններ և տարբեր Օսմանյան կառավարության տարբեր շրջանների տեղական կառավարիչների դատավարություններ։ Իրականում առաջին դատավարությունը եղել է Յոզղատի դատավարությունը, սկսվել է փետրվարի 5-ից 1919 թվականի, սակայն ես անդրադարձա առաջին անդրադարձա կուսակցության և կառավարության անդամների դատավարությանը, քանի որ դրանք գլխավոր են համարվում և ավելի կարևոր են։ Այստեղ նշեմ մի բան, ուրեմն հենց առաջին դատավարության ժամանակ ընդունվեց մահվան դատավճիռ Յոզղատի դատավարության։ Ապրիլի 8-ին ընդունվեց մահվան դատավճիռ, իրականացվեց ապրիլի 10-ին 1919 թվականին։ Իդեպ նկարում նշեմ, որ սա բացառիկ նկարներից է, հիմնականում դատավարության հետ կապված շատ քիչ նկարներ են պահպանվել։ Նկարում հենց Յոզղատի դատավարությունն է և լսում են Յոզղատի մեղադրյալի դատապաշտպանին։ 19 թվականին Օսմանյան Մեմլեքեթ օրաթերթում է տպագրվել ապրիլի 8-ի համարում, ավելի շուտ է եղել նիստը, ապրիլի սկզբներին, և ապրիլի 10-ին, երբ Մեհմեդ Քեմալը Կախաղան բարձրացվեց և միաժամանակ մայիսին տեղի ունեցավ նաև այլ կարևոր իրադարձություն, Հունաստանը գրավեց Իզմիրը, այսինքն զորք իջեցրեց Իզմիր, որոշ փոփոխություններ տեղի ունեցան և հիմա ներկայացնեմ այդ փոփոխությունները։ 1919 թվականի ապրիլի 10-ին Յոզղատի հայերի տեղանության և կոտորածների դատավճռով Կախաղան բարձրացված Բողազյանի գավառապետ Մեհմեդ Քեմալի մահապատժից հետո զանգվածային ցույցեր են կազմակերպվել Ստամբուլում։ Քաղաքում անգամ լուրեր էին տարածվել, թե այն կալանատունը, որում արգելափակված էին բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած մեղադրյալները, այսինքն Բեքիր Աղաբելիու կոչված բանդը, զինված հարձակման էր ենթարկվելու ճիշտ այնպես, ինչպես Բաստիլը ժամանակին։ 1919 թվականի մայիսին այս բանտում արդեն կալանավորված էին առնվազն 250 հոգի։ 1919 թվականի մայիսի 23-ին Ստամբուլում տեղի ունեն դատավարության դեմ ուղղված ամենազանգվածային ցույցը, որին ըստ որոշ տվյալների մասնակցում են 200,000 հոգի, նրանց մեծ մասը իթիհատական էր, այսինքն երիտթուրք էր։ Այս ցույցերը վկայում էին, որ երիտթուրքերը դեռ շարունակում էին մեծ ուժ ներկայացնել երկրում։ Վարչապետ Դամատ Ֆերիդի կառավարությունը լարվածությունը մեղմելու նպատակով ազատ է արձակում վերոհիշյալ կալանավայրում արգելափակված 41 բանտարկյալների, ովքեր կասկածվում էին հատկապես հայերի կոտորածների հետ առնչություն ունենալու մեջ։ Դամատ Ֆերիդը նաև որոշում է ժամանակավորապես դադարեցնել կուսակցության անդամների դատաքննությունը։ Այս բոլոր իրադարձությունների ազդեցության տակ Մեծ Բրիտանիան որոշում է Բեքիր Աղաբելիու բանտում արգելափակված մյուս կալանավորներին տեղափոխել ավելի ապահով մի վայր, քանի որ սկսել էր չվստահել թուրքական դատարաններին։ Բացի այդ, մտադիր էր սեփական դատարանի միջոցով դատապարտել պատերազմական հանցագործներին։ Մեծ Բրիտանիայի ծովակալը Վեբը շատ շտապ պատրաստում է ամենավտանգավոր հանցագործների ցուցակը։ 1919 թվականի մայիսի 28-ին անգլիացիները 67 բանտարկյալի Բեքիր Աղաբելիու բանտից նավով տեղափոխում են Մալթա կղզի։ Վերջին պահին գեներալ Միլնը նաև նավ է նստեցնում ևս 11 հանցագործի, թեև Մեծ Բրիտանիան սկզբում իրոք մտադրված է եղել դատապարտել Մալթա աքսորված պատերազմական հանցագործներին, այդ թվում նաև հայոց ցեղասպանության պատասխանատուներին, սակայն հետագայում նրա վճռականությունը հետզհետե թուլացել է, և Անգլիան հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործներին ի վերջո փոխանակել է անգլիացի ռազմագերիների հետ։ Մալթա աքսորյալները վերադարձել են Թուրքիա, մասնակցել ազգայնական պայքարին և հանրապետության հռչակումից հետո զբաղեցրել կարևոր քաղաքական պաշտոններ։ Այսպիսով հայոց ցեղասպանության պատասխանատուները դարձել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կադրերը։ Իդեպ նշեմ, որ այսօր Թուրքիայի Հանրապետության հիմնման 91-րդ տարելիցն է, եւ այդ կապակցությամբ նույն շեշտեմ։ Հայոց ցեղասպանության պատասխանների մեծ մասը դարձավ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կադրերը, եւ նաեւ այստեղ է գտնվում Թուրքիայի անընդմեջ ժխտողականության գաղտնիքներից մեկը, այսինքն այդ ժխտողական քաղաքականությունը բացի
շատ ու շատ պատճառներից, նաև հիմնական պատճառներից մեկն այն է, որ եթե իրենք ընդունեն, որ հայոց ցեղասպանությունը իրագործվել եւ իրագործվել է տվյալ մարդկանց կողմից, ապա ստիպված կլինեն ընդունել, որ իրենց հերոսները իրականում ոչրագործներ են։ Ռազմական արտակարգ Կատյանը գլխավոր դատավարությունը վերսկսում է 1919 թվականի հունիսի 3-ին։ Նիստում թեև ընթերցվում են նաև Մալթա ակսորված մեղադրյալների անունները, սակայն տվյալ ամբաստանյալներին անգլիացիներին հանձնելու մասին տեղեկագրի ընթերցումից հետո նրանց գործերն առանձնացվում են։ Այսպիսով գլխավոր դատավարության երկրորդ փուլում կամ երիտուրքական կառավարության անդամների դատաքննության ժամանակ ներկա կարգով քննվում են Շեյխուլ Իսլամ, այսինքն գլխավոր հոգևոր առաջնորդ Մուսա Քազիմի, Փոստի եւ հեռագրատան նախարար Հուսեյն Հաշիմի ու Սենատի նախագահ Ռիֆաթի գործերը։ Այս դատավարության ժամանակ հեռակակարգով շարունակում են դատվել վարչապետ Թալյատ Փաշան, ռազմական նախարար Էնվեր Փաշան, ռազմածովային նախարար Ջեմալ Փաշան ու հանրային կրթության նախարար դոկտոր Նազիմը։ Դատախազի տեղակալ Պերի Դումբեյը ներկայացնում է 1919 թվականի մայիսի 22-ին կազմված մեղադրական ակտը, որի սկզբում անդրադարձ է կատարվում կուսակցության թույլ տված օրինախախտումներին եւ չարաշահումներին։ Ամբաստանագրի համաձայն տարագրված հայերի քարեղանները ենթարկվել են հատուկ կազմավորված հերոսախմբերի հարձակումներին, ովքեր բնաջնջել են նրանց ու կողոպտել նրանց պատկանող ունեցվածքը։ Մեղադրական ակտում ընդգծվում է նաև, որ կառավարությունը պաշտոնազրկել է այն բոլոր նահանգապետերին ու գավառապետերին, ովքեր հրաժարվել են իրականացնել տեղահանություններն ու կոտորածները։ Այս ամբաստանագրում ևս ընդգծվում է, որ հայերի կոտորածները նախապես ծրագրվել եւ իրագործվել են կուսակցության վերոնշյալ գաղտնի խմբավորման անդամների կողմից։ Մեղադրական ակտում նշվում է նաև, որ այդ գաղտնի խմբավորման առաջնորդներն են եղել կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ դոկտոր Բեհայդին Շաքիրը, դոկտոր Նազիմը, ինչպես նաև Ռստա եւ Աթիֆ Բերերը, իսկ կոմիտեի հիմնական ծրագրերն իրագործվել են վարչապետ Թալյաթի, ինչպես նաև ռազմական նախարար Էնվերի ու ռազմածովային նախարար Ջեմալի կողմից։ Գլխավոր դատավարության երկրորդ փուլի նիստերի ընթացքում մեղադրյալների հարցաքննությունը հիմնականում կատարվում է պատերազմի ժամանակ միություն եւ առաջադիմություն կուսակցության ունեցած գործունեության, պատերազմի մասնակցություն ցուցաբերելու նախաձեռնության ու տեղի ունեցած չարաշահումների ուղղությամբ։ Այսպիսով 1919 թվականի հուլիսի 5-ին կայացած դատավճռով Թալյաթը, Էնվերը, Ջեմալը եւ դոկտոր Նազիմը դատապարտվում են մահվան, Ջավիդը, Մուստաֆա Շերեֆը եւ Շեյխուլ Իսլամ Մուսա Քազիմը 15 տարվա աքսորի, իսկ Ռիֆաթ եւ Հաշիմ Բերն արդարացվում են։ Հարկ է արձանագրել, որ ընդհանրապես հայերի տեղահանության ու կոտորածների մեղադրանքով իրականացված դատաքննությունների արդյունքում ռազմական արտակարգ Կատյանների դատական կազմերը մահվան դատավճիռներ արձակելիս ավելի չակերտված շռայլ են գտնվել փախուստի մեջ գտնվող դատապարտյալների հանդեպ։ Հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով հարուցված մոտ 63 դատական գործերի արդյունքում կայացվել է ընդհանուր թվով 20 մահապատժի դատավճիռ։ Հատկանշական է, որ այդ մահապատիժներից միայն 3-ն են կատարածվել, իսկ մնացած 17-ը ընդունվել են հեռակա կարգով, քանի որ դատապարտյալները գտնվել են փախուստի մեջ։ Մահապատժի ենթարկված դատապարտյալները հետևյալ անձինք են. Բողազյանի գավառապետ Մեհմեդ Քեմալը, Երզնկայի ժանդարմերիայի հրամանատար Հաֆիզ Աբդուլլահ Աղնին եւ Բաբերթի կառավարիչ հետագայում Ուշֆայի գավառապետ Բեհրամզադե Նուսրեթը։ Ռազմական ատյանները խուսափել են մահվան դատապարտել դատարանում ներկա մեղադրյալներին, քանի որ հենց առաջին Յոզղատի դատաքննության արդյունքում կախաղան բարձրացված Բողազյանի գավառապետ Մեհմեդ Քեմալի մահապատիժը խիստ վրդովմունքի տեղիք է տվել թուրք հասարակության մեջ։ Սուլթանական կառավարությունն այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկել հեռակա կարգով մահվան դատապարտվածներին գտնելու եւ վերջիններից մահապատիժներն կատարածելու ուղղությամբ։ Գլխավոր դատավարության արդյունքում մահապատժի դատապարտվածների շարքում Թալյաթը 1921 թվականի մարտի 15-ին Բերլինում սպանվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհրիրյանի կողմից, Էնվերը 1922 թվականի օգոստոսի 4-ին Միջին Ասիայում Կարմիր բանակի զորամասերից մեկի հետ ընթարման ժամանակ, Ջեմալը վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանի եւ Արտաշես Գևորգյանի կողմից 1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում, վարչապետ Սայիդ Հալիմը սպանվում է Հռոմում 1921 թվականին Արշավի Շիրակյանի կողմից, նույն Շիրակյանը 1922 թվականի ապրիլի 17-ին Բերլինում սպանում է Ջեմալ Ազմեին ու Բեհայդին Շաքիրին, իսկ դոկտոր Նազիմը 1926 թվականին Անկարայում կախաղան է բարձրացվում Մուստաֆա Քեմալի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։ Հայոց ցեղասպանության իրականացման գործում առանցքային դեր են կատարել նաև միություն եւ առաջադիմություն կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարները, որոնք մասնարարպես տեղում կազմակերպել եւ վերահսկել են Օսմանյան կայսրության տարբեր շրջանների հայության տեղահանումն ու կոտորածները։
Միություն եւ առաջադիմություն կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների դատաքննությունը Ստամբուլի ռազմական դատարանում սկսվել է 1919 թվականի հունիսի 21-ին ու տևել մոտ 7 ամիս, քանի որ 1919 թվականի հունիսի 28-ի նիստից հետո ռազմական արտակարգ կայանում կատարված փոփոխությունների պատճառով դատաքննությունն ընդմիջվել է մինչև 1919 թվականի հոկտեմբերի 6-ը։ Դատավարության սկզբում մեղադրյալները եղել են 7 հոգի։ Հետագա նիստերում ամբաստանյալների թիվը հասել է 12-ի եւ դատավճիռ է կայացվել 12 մեղադրյալների վերաբերյալ։ Կուսակցության պատասխանատու քարտուղարների վերաբերյալ կայացված դատավճռի համաձայն ամբաստանյալներից Քաստամոնուի պատասխանատու քարտուղար Հասան Ֆեհմին մահմեդական բնակչության շարունակաբար հայերի դեմ հրահրելու, սեփական նախաձեռնությամբ նահանգապետին պաշտոնազրկելու, հայերի գույքը յուրացնելու, իր կողմից նշանակված նոր նահանգապետ Աթիֆի հետ հայերի տեղահանություն իրականացնելու համար դատապարտվում է 10 տարվա տաժանակիր աքսորի։ Ըստ դատավճռի, չնայած Բոլուի հայության թիվը քիչ է եղել եւ նրանք ըստ օրենքի չպետք է ենթարկվեին տեղահանության, սակայն մեղադրյալներից Բոլուի նախկին պատասխանատու քարտուղար Միթհաթը հրահրել է տեղի բնակիչներին, որպեսզի վերջիններս ցույց տանեն ասելով չենք ուզում հայերին։ Ապա վերոհիշյալ ամբաստանյալը պաշտոնից հեռացնել է տվել Բոլուի գավառապետի տեղակալ Ալի Հիլմի Բեյին, քանի որ վերջինս ընդդիմացել է տեղահանությանը։ Դատարանն այս անձագործությունների համար Բոլուի պատասխանատու քարտուղար Միթհաթին նույնպես դատապարտում է 10 տարվա տաժանակիր աքսորի։ Ամբաստանյալներից Էդիրնեի պատվիրակ Աբդուլ Գանին դատավճռի համաձայն մեծ ազդեցություն է գործել տեղահանության գործի վրա, զինված հրասակախմբերի հետ շրջել ամենուր, բռնագրավել հայերի դրամը, դիզել մեծ հարստություն։ Դատավճռում նշվում է նաև, որ թեև վերոհիշյալ մեղադրյալը ցուցմունք է տվել առ այն, թե իբր տեղահանությունն Էդիրնեում կատարվել է ընդամենը 1 գիշերվա ընթացքում եւ հայերի միայն 1 քարավան է աքսորվել, սակայն դատարանը հարցում է արել Էդիրնե ու պատասխան է ստացել, որ հայերի տարագրությունն այստեղ իրականացվել է 3 քարավաններով, որոնք ուղարկվել են Դերզոր, քանի որ Աբդուլ Գանիի դեմ նույն մեղադրանքով դատական գործեր հարուցվել նաև Էդիրնեի տեղահանության դատական գործի շրջանակներում, դատարանը որոշում է նրա դատավճիռը ըստ այդմ կայացնել։ Պատասխանատու քարտուղարների վերաբերյալ դատավճռով մեղադրյալներից Մանիսայի պատասխանատու քարտուղար Աղնի Բեյը որոշ անձանց անօրեն կերպով բանտարկել տալու համար դատապարտվում է 9 ամսվա ազատազրկման։ Մնացած ամբաստանյալներին դատարանն ազատ է արձակում։ Հայերի կոտորածների կազմակերպիչների պատասխանատվության խնդիրը Ստամբուլի ռազմական արտակարգ կայացների կողմից քննվել է նաև ըստ Օսմանյան կայսրության տարբեր շրջանների։ Գլխավոր դատավարությունները ներառյալ կարելի արձանագրել շուրջ 63 առանձին դատական գործերի դեպքեր, որոնք բոլորն էլ հարուցվել էին հայերի տեղահանման ու կոտորածների մեղադրանքով։ Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով կայացած վերոնշյալ դատավարությունների մեջ առավելապես կարևորվում են առաջինը տեղի ունեցած Յոզղատի եւ Տրապիզոնի դատական գործերը, քանի որ այս դատաքննությունների ընթացքում ամենաշատ վկայություններն ու ապացույցներն են բերվել կառավարությունից հրահանգներ ստացած տեղական իշխանությունների կողմից հայերի տեղահանման ու ոչնչացման համակարգման եւ վերահսկման վերաբերյալ։ Յոզղատի դատավարությունն առաջինն էր հայերի տեղահանության եւ զանգվածային սպանությունների մեղադրանքով հարուցված դատական գործերի շարքում։ Դատը 18-ից տեղի ունեցել 1919 թվականի փետրվարի 5-ից մինչև ապրիլի 7-ը։ Մեղադրյալները սկզբնապես 3 հոգի են եղել. Բողազյանի գավառապետ Քեմալը, Յոզղատի ժանդարմերիայի գումարտակի հրամանատար Թևֆիկը եւ Յոզղատի վակֆային վարչության նախկին պաշտոնյա Ֆեյազ Ալին։ 17-րդ նիստում վերջինիս գործն առանձնացվել է հետագայում քննվելու նպատակով, բայց մնացել է թղթի վրա։ Դատավճիռը կայացվել է ապրիլի 8-ին, համաձայն որի ամբաստանյալներից Քեմալը դատապարտվել է մահվան, իսկ Թևֆիկը 15 տարվա տաժանակիր աքսորի։ Հարկ է նշել, որ Յոզղատի դատական նիստերի ժամանակ եւ հատկապես 1919 թվականի փետրվարի 22-ի նիստում ընթերցվել են բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր, հատկապես ծածկագիր հեռագրեր, որոնց վավերականությունը հաստատելուց հետո է միայն ռազմական դատարանը մահվան դատապարտել Քեմալին։ Դեռևս 1918 թվականի դեկտեմբերի 12-ին Յոզղատի կառավարիչ Ջեմալ Բեյը գրավոր ցուցմունքներ էր տվել հետաքննիչ հանձնաժողովին, համաձայն որոնց տեղահանության գործի մեջ ընդգրկված էին եղել նաև տեղի ոստիկանները։ Յոզղատ քաղաքից ու շրջակա գյուղերից տարագրված հայերը կոտորվել եւ բնաջրվել էին ոստիկանների, հրեշտակախմբերի եւ բնակչության կողմից։ Սույն դատաքննության առաջին նիստում դատախազն արձանագրել է, թե տեղի հայ բնակչության 1800 հոգուց ընդամենը 80 հոգին է ողջ մնացել։ Յոզղատի դատավարության երրորդ նիստում հաստատվել է, որ Յոզղատի հայերի կոտորածների տեղի բնակչության մասնակցությունն ապահովվել ու խրախուսվել էր մեղադրյալներ Քեմալի եւ Թևֆիկի կողմից։ Այսպես,
Քաղաքացիների ներկայացուցիչ Լևոն Ֆերիդը վկայել է, մեջբերում է. Քեմալը հայոց ողբերգության թատերաբեմերից գյուլեր գավառակում կատարված կոտորածի առնչությամբ ասել էր. թատերական ներկայացման ենք գնում։ Մեղադրյալը գյուլերի մահմեդական բնակչության ֆանատիկ զգացմունքները գրգռող ելույթ ունենալով ապահովել էր, որպեսզի ջարդերին մասնակցեր նաև տեղի բնակչությունը։ Քեմալը տառապող ժողովրդի հետծանքներն ու տանջանքները դիտելով նարգիլե էր ծխել, իսկ ժանդարմերիայի հրամանատար Թևֆիկը ելույթ ունենալով խրախուսել էր բնակչության մասնակցությունը կոտորածին եւ հրացանով անձամբ սպանել 3 հոգու, մեջբերման ավարտ։ Միևնույն նիստում Լևոն Ֆերիդը նշել է, մեջբերում են. Կոտորածի թատերաբեմ դարձած գյուլերում 6000 հոգու սպանությունը հայտնի է այն դիակների շնորհիվ, որոնցից յուրաքանչյուրի մարմնի անդամները կտրտված են եղել որևէ տեղից։ Դա հայտնաբերվել է բժշկական հանձնաժողովի կողմից կատարված դատաբժշկական զննումների շնորհիվ, մեջբերման ավարտ։ Նույն նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաև բողոքական հայերի տեղանությանը, ովքեր ըստ օրենքի չպետք է ենթարկվեին աքսորի։ Քաղաքացիոր հայտնի համաձայն մեջբերում են, երբ իր մայրը Քեմալ Բեին ասել էր, թե ինքը բողոքական է եւ խնդրեց տեղանության չենթարկել իրեն, Քեմալը պատասխանել է, թե իր կարծիքով բոլորը մեկ են, բողոքական թե կաթոլիկ, բոլորը հայ են եւ հեռանալու են, մեջբերման ավարտ։ 1919 թվականի փետրվարի 11-ին տեղի ունեցած 4-րդ նիստում հանդես է եկել ՎԿ Արթինը, որը հայտնել է, մեջբերում են. հայերին 8 կապել են իրար եւ Յոզղատից դուրս տարել, խլվել են հայերի մոտ գտնվող թանկարժեք իրերը, դրամը, կողոպտիչները կանանց հարբեցրել են Օսման Փաշա դերվիշների Մենաստանի մոտակայքում, Բողազյանի կառավարիչ Քեմալ Բեյը 500 հեծյալ ավազակախմբով եկել է գյուլեր, մահապատժի են ենթարկել նախ քահանայի փոքրիկ երեխային, ապա կնոջը եւ այնուհետեւ քահանային, որից հետո Քեմալը քաջալերել է մարդասպաններին ասելով. դուք չգիտեք ինչպես կոտորել։ Ավազակախմբերը Քեմալ Բեյի այս խոսքից հետո սկսել են ամենայն դաժանությամբ կոտորել ամեն պատահածի, մեջբերման ավարտ։ Միևնույն նիստում որպես վկա ցուցմունքներով հանդես է եկել նաև Յոզղատի նախկին պատգամավոր Շաքիր Բեյը, որը դատարանին հայտնել է, թե ինքը տեղի կառավարչին դիմել է հայերի կոտորածները դադարեցնելու համար, սակայն ապարդյուն։ Յոզղատի դատաքննության 1919 թվականի փետրվարի 12-ի նիստում դատարանին տրված վկայությունների շարքում հիշատակման են արժանի հատկապես հայ վկա Օժենի Վարվարյանի ցուցմունքները, որոնք առնչվում էին նաև բռնի կրոնափոխման դեպքերին, մեջբերում են։ Այդտեղ բերվեցին Օսման Փաշա դերվիշների Մենաստան։ Այնտեղ էր գտնվում նաև Յոզղատցի ոստիկան Նուման Էֆենդին եւ ահա այստեղ գտնվող Ֆեյազ Բեյն ու Նուման Էֆենդին վերցրին մեզ մոտ գտնվող դրամները եւ հրամայեցին մեզ ուղարկել ֆեներ։ Գիշերը ինձ եւ 1-2 աղջկա եւս ասացին. ձեզ մահմեդական ենք դարձնելու, մնացեք այստեղ եւ պահեցին։ Մյուսներին տարան 50-60 սայլերով։ Այդ օրն այնտեղ էր նաեւ մեղադրյալ Քեմալ Բեյը։ Ձեռքին թույլ եկավ մեզ մոտ եւ հետեւյալն ասաց իր մարդկանց. Եթե դուք սրանց բոլորին էլ ինչպես որ հարկն է չսպանեք, ես ձեզ կսպանեմ։ Միթե մեր մայրերն այսօրվա համար չեն ծնել մեզ։ Դե ինչ եք կանգնել, գնացեք, կոտորեք։ 6 տարեկանից մինչև 70 տարեկան բոլորին կոտորեք։ Այնտեղ հենց իմ աչքի առաջ կոտորեցին բոլոր մարդկանց, ցորեն հնձելու պես։ Իսկ ինձ խլեցին մորս գրկից սպանելու համար, ապա հարվածեցին գլխիս։ Սպանվածների գրպանները դատարկեցին։ Երեկոյան մեզ տարան ուղիղ գավառապետարան։ Այդ կառավարիչ Քեմալ Բեյն այնտեղ մեկ անգամ եւս ծեծեց ինձ եւ սեփական ձեռքերով խլեց զգեստիս տակ գտնվող 1 լիրայի հասնող գումարը։ Ապա ուղեկցորդներին հրամայեց սպանել ինձ, սակայն վերջիններս ինձ փախցրեցին ու տարան Փուլ գյուղը, որտեղ Ադեգյուզել անվամբ մի ժանդարմ ինձ իր հետ վերցնելով տարավ Ինջիրի գյուղը։ Այստեղ տասնապետ Ահմեդն ինձ 6 ամիս պահեց իր տանը, ապա ես փախա այն ախորից, որտեղ ինձ փակել էին։ Մեջբերման ավարտ։ Դատախազի այն հարցմանը, թե Օժենին ինչպես է ազատվել կոտորածից, վերջինս պատասխանեց, թե իսլամ է ընդունել եւ այդպիսով փրկվել մահից։ Նույն նիստում հանդես եկած վկա Ազնիվ Իբրանոսյանը ռազմական ակցիային հայտնել է, թե մոտ 860 տուն ոչ մահմեդական բնակչություն էր բռնագաղթեցվել։ Ինքն էլ էր եղել նրանց մեջ, մի մասն ուղարկվել էր Թաշփնար եւ այստեղ կոտորվել, իսկ մեղադրյալ Քեմալ Բեյն իր ոչիների համար վաստակել Մսագործ կավառապետ, թուրքերեն Քասապ Քայմաքամ մականունը։ 1919 թվականի փետրվարի 15-ին կայացած 6-րդ նիստում վկա Ստեփանը ցուցմունքներ է տվել առայն, որ նախ գյուլեր, ապա այլեքչիլեր աքսորված հայերը կացիններով, քլունգներով եւ գերանդիներով սպանվել են տեղի գյուղացիների կողմից։ Վկան հայտնել է, որ ջարդին ներկա են եղել նաեւ ամբաստանյալները եւ որ կոտորվել է իրենց ողջ գյուղը։ 1919 թվականի փետրվարի 18-ին կայացած 7-րդ նիստում հանդես եկած վկաներից Անկարայի 15-րդ կորպուսի հրամանատար գնդապետ Հալղեջային վկայել է, որ ըստ մայոր Շահաբ Բեյի ստացած ծածկագիր հեռագրերի Բողազյանում բնաջնջվել են 2-ից 300 հայեր։ Մեջբերում են։
Խալիլ Ռեջայել, հանցագործների հետաքննիչ հանձնաժողովներ են ինձ հարցրել, թե Բողազյանից հեռագիր ստացել եմ, թե ոչ։ Կարծեմ նման մի հեռագիր է ստացել Շահաբ Բեյը, այն վերաբերել է 200-ից 300 հայերի բնաջնջմանը։ Հեռագիրն ինձ մոտ չէ, այլ պետք է որ Կայսերից հղված լինի Անկարա, դատախազ։ Ինչ պատճառներից ելնելով է ռազմական գերատեսչությունը զբաղվել տեղանության խնդիրներով։ Խալիլ Ռեջայել, տեղյակ չեմ, ինձ նման հեռագիր հասավ, ես էլ այն հանձնեցի գլխավոր հրամանատարությանը։ Շահաբ Բեյից չեմ հարցրել պատճառների մասին։ Դատախազ, որտեղից է Շահաբ Բեյը նման տեղեկություն ստացել։ Խալիլ Ռեջայել, Բողազյանից, մեջբերման ավարտ։ Նույն նիստում լսել եմ նաև ազգության փույն վկա Հրիսթակի Անդրեյադիսին, որը հանդես է եկել հետևյալ վկայությամբ, մեջբերումը։ 331 թվականին, այսինքն 1915 թվականի հուլիսի 24-ի ուրբաթ առավոտյան հրաման եկավ եւ Ջեմալ Բեյը տեղահանությունը սկսեց։ Աքսորյանների առաջին խումբը հաջորդ օրը տարագրվեց Սվաս։ Երկրորդ խումբը նույնպես Սվաս ուղարկվեց։ Հայերի երրորդ խումբն աքսորվեց Կայսերի։ Այդ ժամանակ Միություն եւ Առաջադիմություն կուսակցության պատվիրակը հայերի բնաջնջելու վերաբերյալ բանավոր հրամաններ տվեց։ Ջեմալ Բեյը չհամաձայնվեց դրան։ Գնաց Չորում։ Լսեցինք, որ պաշտոնից հեռացվել է։ Նրան փոխարինեց Քեմալը։ Լսեցինք, որ բնաջնջվել են միայն Բողազյանի հայերը։ Այնուհետև ժողովրդին զույգ տարել են Բաղլաջայի եւ Բեզլիհանի կողմերը, լցրել են մի փարախի մեջ, որի շուրջը ճահճոտ է եղել, եւ այնտեղից 3 կամ 5 հանելով սպանել։ Փախած թաքնվածներին էլ բացահայտելու նպատակով ասել էին, թե իսլամ ընդունածները փրկվելու են, սակայն երբ փախածները դուրս էին եկել թաքստոցներից, նրանց էլ էին կոտորել։ Մեջբերման ավարտ։ Յոզղատի դատաքննության 9-րդ նիստում, որը տեղի ունեցել 1919 թվականի փետրվարի 22-ին, դատարանի նախագահ Հայրեթ Փաշան դատական քարտուղարին խնդրել է ընթերցել մի շարք ծածկագիր հրագրեր, որոնցից մեկում դիվիզիոնի հրամանատարը կորպուսին էր հաղորդում Բողազյանում 1500 հայերի սպանության մասին, իսկ մյուսում, որը կրում էր 207 համարը, նշվում էր, որ Բողազյանում եւ շրջակա բնակավայրերում բնաջնջվել էին 360 հայեր։ Սույն դատական գործընթացի 10-րդ նիստում, որը կայացել է 1919 թվականի մարտի 5-ին, վկաներից ունկնդրության է արժանացել Թոքաց շրջանի կառավարիչը, որն ասել է, թե հայերի սպանությունների փաստը հայտնի է եղել բոլորին։ Նույն նիստում որպես վկա ունկնդրության է արժանացել նաև վարչական տեսուչ Նեդիմ Բեյը, որը հայտնել է, թե ըստ իրեն հասած խոսակցությունների տարագրված 140 հոգանոց հայկական քարավանին գիշերը փակել են մի փարախում եւ գավազաններով ոչնչացրել։ Վկան նաև շեշտել է, որ հայերին աքսորել են որոշ գյուղերից եւ որ ճանապարհին նրանք ենթարկվել են ավազակախմբերի հարձակումներին։ Այս նիստում եւս ընթերցվել է Շահաբ Բեյի ցուցումը, ըստ որի Բողազյանի տեղահանության ժամանակ կատարվել են սպանություններ եւ չարաշահումներ։ Յոզղատի դատավարության ընթացքում բացահայտվել է, որ հայերի քարավանները հսկելու նպատակով պետության կողմից ուղարկված մարդիկ եւս տեղի բնակչությանը հրահրել են հայերի դեմ։ Այսպես 1919 թվականի մարտի 24-ի նիստում դատախազ Հարալամբո Էֆենդին ամբաստանյալ Քեմալին հարցրել է, թե հայերի քարավանները հսկելու եւ կարգու կանոնը պահպանելու նպատակով ուղարկված Աբդուլլահը ինչու էր խառնակցություններ հրահրել բնակչության մեջ։ Դատախազը եզրակացրել է, թե պետական պաշտոնյաների առկայության պայմաններում պետության կողմից նման անձանց եւս ուղարկելը հատուկ նպատակ էր հետապնդել։ Միևնույն նիստում դատարանի նախագահի կողմից հիշատակվել է Յոզղատի հոգևոր առաջնորդի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի Մյուֆթին փորձել էր խրատել Քեմալին, իսկ վերջինս ասել էր. «Դու կառավարությունից բարեգութ ես»։ Սույն դատաքննության ընթացքում ամբաստանյանները փորձում էին իրենց արդարացնել վկայակոչելով կառավարության կողմից ստացված հրամանները։ Դատալսումների ընթացքում նրանց տված ցուցմունքների համաձայն կառավարությունը գոյության միջոցներ չէր տրամադրել հայերի քարավաններին։ Յոզղատի դատավարության 19 թվականի մարտի 27-ի նիստի ժամանակ նույն փաստարկով է իրեն փորձում արդարացնել ամբաստանյաններից Քեմալ Բեյը։ Միևնույն նիստում դատարանին ցուցմունքներ տված վկա Մեհմեդ Բեյը, որն անգլոհպատակ գնդապետ էր, հայտնում է, թե ինքը անձամբ է տեսել, թե ինչպես են կացիններով ու դաշույններով կոտորում հայերին։ Մեհմեդ Բեյը նշում է, որ հայերին կոտորել են Քարաքուշ լեռնահովտում։ Դարձյալ 1919 թվականի մարտի 27-ի նիստում հանդես եկած վկա Սկյուտարի Միթասարիվ, այսինքն կառավարիչ Մեհմեդ Ալիբեյը չի բացառել հայերի կոտորածների պաշտոնյաների եւ տեղի բնակչության մասնակցության հավանականությունը, սակայն ըստ վկայի ցուցմունքի դա հնարավոր էր կառավարության կողմից տրված գաղտնի հրամանի դեպքում միայն։ Նույն նիստում նաև ընթերցվել է ամբաստանյալ Թևֆիկի ստորագրությունը կրող մի տեղեկագիր, որում մասնավորապես առկա էր հայերի արմատը չորացնել արտահայտությունը։ Տրապիզոնի դատական գործը 20 նիստ տեղի ունեցել 1919 թվականի մարտի 26-ից մինչև մայիսի 20-ը։ Դատավճիռը կայացվել է մայիսի 22-ին։
Դատին ներկա գտնվող ամբաստանյալները 7 հոգի էին։ Կուզեք չնշեմ, որպեսզի չհոգնեք։ Տրապիզոնի դատավարության 16-րդ նիստում Յուսուֆ Ռոզայի գործն առանձնացվել է ու հետագայում քննվել միություն եւ առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների դատական գործում։ Տրապիզոնի դատավարության ընթացքում հեռակակարգով քննվել են նաեւ Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի եւ կուսակցության պատասխանատու քարտուղար Նաիլ Բեյի գործերը։ Դատավեճի համաձայն Ջեմալ Ազմին ու Նաիլը հեռակակարգով դատապարտվել են մահվան, իսկ մյուսները տարբեր չափերով ազատազրկման։ Հարկ է նշել, որ մեղադրյալներից Ալի Սայբի դատավարությունը կարճվել է, այնինչ Ալի Սայբը մեղադրվում էր ոչ միայն հայ երեխաների սպանության, այլ նաև Տիկին Արսլանյանի զարդեղենը հափշտակելու մեջ։ Ալի Սայբի ներկայացված մեղադրակների մեջ կար նաև մեկ այլ շատ ուշագրավ մեղադրանք, ըստ որի նա հիվանդանոցում թունավորել էր Վարդան անվան ռուսահպատակ մի հայի։ Հետագայում նրա դեմ առանձին դատաքննություն է կատարվել Տրապիզոնի Կարմիր մահիկ հիվանդանոցում գազի եւ այլ միջոցներով հայերի թունավորման մեղադրանքով։ Սույն դատաքննության նիստերում ունկնդրության արժանացած վկաները հայտնել են, թե ըստ իրենց հասած տեղեկությունների ամբաստանյալը մորֆինով թունավորել է հայ երեխաներին եւ պարկերի մեջ լցնելով սպանել նրանց։ Ավելին, դեռևս դատի առաջին նիստում մեղադրյալի դեմ ուղղված զեկուցմամբ հանդես եկած բժիշկ Զիաբեյը վկայել է, որ Ալի Սայիբը մանուկներին սպանել էր ներարկման միջոցով, ապա պարկերը լցնելով ոչնչացրել։ Չնայած այս բոլոր վկայություններին դատարանն արդարացրել է մեղադրյալին, վերոնշյալ մեղադրանքները հաստատող ականատես վկա չգտնվելու հիմքով։ Բժիշկ Ալի Սայիբի արդարացումը ռազմական ատյանի կողմից մեկն է այն բազմաթիվ օրինակներից, երբ դատարանն ազատ է արձակել մեղադրյալին, չնայած վերջինիս մեղավորությունը հաստատող բազմաթիվ փաստերին ու վկաներին։ Ես ուրեմն այս մասը Ալի Սայիբի մասին ուրեմն մանրամասն չեմ անդրադառնամ։ Ուրեմն Տրապիզոնի հայերի տեղանության եւ կոտորածների դատավարության ընթացքում լսված վկայությունների շնորհիվ լիովին հաստատվել է, որ այստեղ տեղի ունեցած ջարդերը, թունավորումները, ջրախեղ տանելու գործողություններն ուղղորդվել են Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի կողմից, որն իր հերթին հրահանգներ է ստացել կենտրոնական կառավարությունից։ Տվյալ դատաքննության ընթացքում բազմաթիվ վկայություններ են եղել հայերի քարավանների ճանապարհներին կոտորածների ենթարկված լինելու եւ ծովում ջրահեղձ արվելու մասին։ Ես ուրեմն չեմ ներկայացնի մանրամասն այդ բաները եւ ամփոփեմ ում հետաքրքրում է կարող են ընթերցել ինտերնետում էլ կան իմ հոդվածները եւ ամփոփենք։ Այսպիսով երիտթուրքերի դատավարությունների փաստաթղթերը պարունակում են հայոց ցեղասպանության փաստը հավաստող անհերքելի ապացույցներ, հաստատում հայերի կոտորածների կանխամտածված բնույթը։ Այս դատական վավերագրերը հատկապես բացառիկ արժեք են ձեռք բերում, երբ նկատի ենք առնում, որ դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրվել է Օսմանյան կայսրության արդարադատության եւ ներքին գործերի նախարարությունների ենթակա իրավասու պաշտոնյաների կողմից, որոնք հաստատել են դրանց վավերականությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Անցնենք հարցերին։ Ես մի հարց ունեմ, միգուցե առաջին ինձանով սկսեմ։ Մալթա ակտորվածների մեջ կան, մենք գիտենք նրանցին, ովքեր հետագայում արդեն հանրապետական Թուրքիայում մեծ պաշտոններ են զբաղեցրել։ Մինչև նախագահի Ջելալբայևը։ Ըստ էության առաջի 4 վարչապետները դրանք երիտթուրք կուսակցության անդամներ եւ մինչև 53 թիվը թուրքագետներ կա, որ համարում են երիտթուրքերի իշխանության շրջան։ Իսկ արդյոք այդ ակտորի դատապարտվածների մեջ դրանց մեջ կան մարդիկ, ովքեր մեծ պաշտոններ են զբաղեցրել հետագայում, ակտորից հետ են բերվել եւ հանրապետական Թուրքիայում պաշտոն են զբաղեցրել։ Այո, բազմաթիվն է եւ Ջելալբայևը, որ նախագահ դարձավ, եւ բազմաթիվ այլ մարդիկ կան, որոնք նախարարի պաշտոն են ունեցել պատգամավորի։ Ես Մալթա նկատի չունեմ, ես նկատի ունեմ այդ տաժանակի, որ 10 տարով է բանը։ Մյուսները դրանց մեջ։ Չէ։ Դրանց մեջ չկա։ Դա առանց ավելի ցածր պաշտոնյաներն էին ակտորի։ Դե լավ, մի հարցել ու արդեն անցնենք։ Դուք բազմաթիվ անգամ վկայակոչեցիք տարբեր փաստաթղթեր, որ հեռագրեր են ուսումնասիրվել եւ այլն։ Արդյոք բնօրինակները պահպանվել են, թե միայն դրանց հղումներն ու տպավորները։ Մեղադրական ակտում բնօրինակը եղել է։ Բնականաբար դատարանում ներկայացվել են բնօրինակները, սակայն ցավոք սրտի բնօրինակները մեզ չեն հասել։ Դրանք իրականում ամբողջ դատավարության
փաստաթղթերը որևէ հայ կամ արտասահմանցի ուսումնասիրողի ձեռքում չկա։ Հիմնականում ուսումնասիրողները հիմնվել են Օսմանյան մամուլի վրա, հատկապես Թաքվիմի Բեքայի պաշտոնաթերթի, քանի որ Թաքվիմի Բեքային իրականում ամբողջական արձանագրությունները հրատարակել է դատավարության, սակայն այդ ծածկագիր հեռագրերը մինչ այժմ որևէ ուսումնասիրողի կողմից Բայց պահպանված են թե ոչ հայտնի չի։ Կա վարկած ըստ Գրիգորյանի, այսինքն Գրիգոր Կերկերյանի, որ դրանք պահպանվում են Երուսաղեմի հայոց պատրիարքանի արխիվում, քանի որ Զավեն պատրիարքը իր հետ տարել էր պատրիարքական արխիվը, իսկ քանի որ հայոց պատրիարքանը համարվում էր կողմ դատավարության ժամանակ, մեծ է հավանականությունը, որ նրանց ևս տվել են այդ փաստաթղթերի բնօրինակները կամ պատճենները։ Հարցեր, խնդրեմ։ Այդ փաստերի մասին Թուրքիայի ներկայիս կառավարությունը ինչ դիրքորոշում ունի։ Կոնկրետ դատավարության։ Թուրքիայի պետության դիրքորոշումը արտահայտվում է պաշտոնական պատմագրության դիրքորոշմամբ։ Նշեմ, որ մինչև 2005 թիվը ընդհանրապես թուրքական պատմագրությունը աշխատում էր չանդրադառնալ դատավարության թեմային, քանի որ ոչ հաճելի թեմա էր իրենց համար։ Սակայն քանի որ սկսվեց այդ որոշ փաստաթղթեր սկսեցին հրապարակվել ոչ միայն հայ, այլ նաև Թաներ Աքչամի կողմից, թուրք ուսումնասիրողների կողմից, այլևս անհնար էր, որպեսզի չանդրադառնային։ Եվ այդ դեպքում որոշեցին անդրադառնալ իրենց այնպես, ինչպես իրենց ձեռնտու էր։ 2005 թվականին թուրքական պատմագիտական ընկերակցությունը, այսինքն թուրքական պետական քաղաքականության բարձրախոս ընկերությունը պատմական հրատարակեց մի գիրք Ֆերոդուն Աթայի հեղինակությամբ, որը նվիրված էր ամբողջությամբ դատավարության թեմային։ Սակայն դատավարության թեմային, ինչպես միշտ նման դեպքերում, այս հեղինակը եւ ինչպես նաեւ Բիլալ Շիմշիրը, մեկ այլ թուրք դիվանագետ եւ պատմաբան դարձյալ պրոթուրքական, այսինքն ժխտողական, հայտնում են իրենց գրքերում, թե իբր վկաները եղել են հայեր, իբր հավաստի չեն այդ վկայությունները եւ այլն փաստաթղթերը, սակայն հենց ես իմ մենագրություններում, հոդվածներում բերել եմ բազմաթիվ փաստեր, որ ոչ թե թուրքեր, ոչ միայն հայեր, այլ նաև թուրքեր են եղել եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, թուրքեր, ֆրանսիացի վկա եղել, անգլոհպատակ վկա եղել, հույն վկաներ են եղել եւ ես նաեւ իմ գրքով հերքել եմ եւ նաեւ մյուս ուսումնասիրողները դատավարության այդ վարկածը։ Այսինքն փաստերը այնքան խոսուն են, որ եթե օբյեկտիվ վերաբերվի, բնականաբար չեն կարող հերքել։ Նշեմ նաեւ, որ իմ ներկայացրած փաստերը առայժմ միայն այն փաստերը, որ ես նոր ընթերցում եմ Յոզղատի եւ Տրապիզոնի դատավարության, իմ կողմից է շրջանառության մեջ դրվել, իսկ Թաներ Աքչամը եւ Վահագն Դադրյանը եւս առանձին մենագրություններ ունեն եւ հրատարակել են մեծ գիրք թուրքերենով է լույս տեսվել, նաեւ անգլերենով դատավարության մասին, իմ մոտ կան փաստեր, որոնք իրենք չեն հրատարակել եւ շուտով իմ գիրքը նաեւ թուրքերենով կհրատարակվի Թուրքիայում։ Խնդրեմ։ Կարելի ասել Անգլիան իբր փորձում էր դրական ազդեցություններ ունենալ, սակայն վերջում բացասական ազդեցություն ունեցավ, քանի որ նախ Անգլիան չէր ուզում, որ թուրքական ռազմական դատարանները դատեին, ուզում էր սեփական դատարան հիմնել կամ միջազգային, սակայն հետագա պատմական դեպքերը եւ այն հանգամանքը, որ Ֆրանսիան ու մյուս տերությունները չաջակցեցին Անգլիային այս միջազգային դատարան հիմնելու գործում, բացասաբար անդրադարձավ Անգլիայի դիրքորոշման վրա։ Ինչ վերաբերվում է Թուրքիայի այն դիրքորոշմանը, որ ինքը փութած անմիջապես հենց փաստորեն Մուդրոսի դադարը կնքվեց հոկտեմբերից, անմիջապես նոյեմբեր-դեկտեմբերին տեղի ունեցավ հետաքննությունը ու արդեն փետրվարի մյուս տարվա արագ տեղի ունեցավ դատաքննությունը, ինչու՞մն էր այդ շտապողականության պատճառը։ Պատճառներից մեկը այն էր, որ Օսմանյան կայսրությունը չէր ցանկանում, որ միջազգային դատարանը ուսումնասիրի կամ Անգլիան, քանի որ այդ դեպքում ավելի մեծ փաստեր ի հայտ կգային, ավելի կարևոր իրեն ոչ ձեռնտու փաստեր մեջտեղ կհանվեին։ Դրա համար ինքը նախընտրեց սեփական դատարանի միջոցով։ Այնուամենայնիվ, թեկուզ եւ ինչ որտեղ ալաթուրքա եղավ այս, այսինքն թուրքավարի եղավ այս դատավարությունը, այնուամենայնիվ չի կարելի կարևորել
չարժևորել այս դատական փաստաթղթերը, ընդհակառակը նրանք շատ մեծ բացառիկ արժեք են ձեռք բերում, քանի որ ամբողջությամբ ապացուցում են, որ հայերի կոտորածները նախապես են ծրագրավորել, իսկ նախապես պետության կողմից ծրագրավորված լինելը շատ կարևոր փաստ է ցեղասպանությունը ապացուցելու հարցում։ Այլ բան է, որ այդ ժամանակ գոյություն չուներ ցեղասպանության տերմին։ Եթե գոյություն ունենար, միանշանակ այս դատարանների կողմից էլ այն կորակվեր որպես ցեղասպանություն։ Հարց։ Ընթեր։ Արամ դուրգան ես պատահանում եմ, կուզեի իմանալ Թուրքիայի դատավարության յոզգացում Ստամբուլում, Տրապիզոնում կամ այլ տեղերում, դրանք արդյոք ձևական բնույթ չէին կրում, այսինքն ցույց տային, որ մենք դատում ենք, տեսեք դատում ենք, բայց իրականում իրանք բաց էին թողում մանթա կամ ուրիշ երկրներ։ Այո, ինչ-որտեղ ձևական բնույթ էր կրում, սակայն պետք չի շատ շեշտը դնել, որ ձևական բնույթ էր կրում, ինչու որտեղ թուրքերը կարող են այդ ձևով չարժևորել դատավարությունը, այսինքն մենք պետք է եւ արժևորենք եւ նաեւ նշենք, որ ինչ-որտեղ ձևական բնույթ էր կրում, քանի որ մի հատ կարևոր փաստ ես չնշեցի նյութում, հիմա նշեմ, որ օրինակ 3 հոգի ընդամենը մահապատժի դատապարտվեցին, ինչպես նշեցի 20 մահապատժի դատավճիռ էր ընդունվել, սակայն ընդամենը 3-ը ի կատարածվեց եւ այդ 3-ն էլ իրականում եթե նայում եք ժամանակացույցին որոշակի նպատակ է հետապնդում։ Առաջինը Յոզլատինն էր, այսինքն առաջին դատավարության ժամանակ փորձեցին տպավորություն ստեղծել, որ շատ արդար դատավարություններ են, իսկ մնացած երկուսը տեղի ունեցան Սևրի դաշնագրի կնքման հենց նախորդին, այսինքն 1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրի դաշնագիրն է կնքվել, 1920 թվականի հուլիսի վերջերին այդ երկու մյուս մահապատժի դատավճիռները ի կատարածվեցին, այսինքն երբ որ նայում ենք ժամանակացույցին, նորից երևում է, որ իրականում ցանկությունը ավելի շատ ցուցադրական էր, քան բայց եւ այնպես պետք է շեշտել, որ խորամուխ են եղել շատ դեպքերում փաստերի վրա ու հատկապես գլխավոր դատավարության մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը շատ կարևոր են, քանի որ ինչպես նշեցի 41 տարբեր պաշտոնական փաստաթղթեր են ներկայացվել ու այդ փաստաթղթերը նախապես վավերացվել են արդարադատության եւ ներքին գործերի նախարարության կողմից հենց Օսմանյան կայսրության, այսինքն որևէ կերպ դրանց վավերականության վրա կասկածելը ուղղակի անհնար է։ Ես ուզում եմ իմանալ, ովքեր էին դատում այդ Քալիաթին եւ մյուսներին։ Այդ նոր իշխանություն է ստեղծվել։ Այո, նոր իշխանություն է ստեղծվել, ես նույնիսկ նշեցի, ուղղակի երևի մի քիչ բաներ, ուրեմն այդ ժամանակ, այսինքն 1918 թվականի վերջերից Օսմանյան կայսրության, քանի որ դեռ կայսրություն էր, ամեն դեպքում Թուրքիայի Հանրապետություն չէր, Օսմանյան կայսրության իշխանությունները հիմնականում կառավարությունները կազմվում էին պատերազմի ժամանակ երիտթուրքերի հակառակորդ ընդդիմադիր կուսակցության անդամներից, կոչվում էր ազատություն եւ համաձայնություն այդ կուսակցությունը։ Այդ կուսակցության ներկայացուցիչները իրականում թուրքերի կողմից հալածված էին եւ ինչ որտեղ մանավանդ դամատ Ֆերիդե վարչապետ իրոք մտադիր էին դատապարտել թուրքերին։ Սակայն այստեղ եւս մի բան էլ նշեմ, որ հիմնականում փորձ էր արվում մեղքը գցել ոչ այնքան մեծ զանգվածի, որքան ավելի փոքր թվով մարդկանց, հատկապես երիտթուրքերի վրա։ Բնական է, երիտթուրքերի կողմից է կազմակերպված, բայց այդ մասշտաբի կոտորածներին անհնար էր, որ մասնակցություն ունեցած չլիներ Օսմանյան ազգը։ Սակայն այդ իշխանությունները փորձում էին ավելի շատ ընդամենը երիտթուրքերի վրա գցել, այսինքն ամբողջ մեղքը բարդել միայն իշխանությունների վրա։ Այո։ Անգործության համար, մենք Սերբերից մի քանիսին չէ, դա հատկապեցին, անգործության համար, մենք ունենք ուտը դիցել խոսք նշեցիք, որ Քեմալը հանգիստ նագիլ էր, ուզում ենք անամ վերելավեն են էպիսի Այսինքն զուտ անգործ, որպեսի որ չեն միջամտել։ Կանեք, բայց նաև չեր կանել Պաշտոնական հրամանատարների, օրինակ հենց հիմա էլ կանենք թափը շարունակ։ Այո, կոնկրետ դեպքի մա չեմ հիշում, սակայն եղել են նման դեպքեր, որ եթե պաշտոնյա է եղել եւ չի միջամտել, այդ դեպքում էլ մեղադրվել է։ Շատ քիչ թվով, սակայն։ Ես մի հարց ունեմ այդ կապակցությամբ, այդտեղ ձեր խոսքի մեջ ասացիք, ուզում եմ հստակեցնել։ Մեղադրանքների մեջ կար մեղադրանք հայերին տեղահանելու եւ ոչնչացնելու։
Այո, կար, կոչվում էր եւ թուրքական օսմանյան մամուլ այդ ժամանակաշրջանի անդադ վերնագրերը թեհջիր վեթակտիլ, այսինքն տեղահանություն եւ ոչ թե կոտորածներ, այլ զանգվածային կոտորածներ, որտեղ քաթլյան բառը օրինակ հենց կոտորածն է, իսկ թակտիլ նշանակում է զանգվածային կոտորածներ։ Անդադ նշվում էր, որ այդ դատավարության հիմնական մեղադրանքը հենց դա է։ Ուզենայի իմանալ ինչքանով էր օրինական ամբաստանյաններին Մալթա տեղափոխելը եւ ինչ է եղել պայմանավորվածն, այսինքն դատարանը վճիռը կայացնի, բերեն պատժեն, թե այնտեղ պատժեն։ Չէ, իրականում այդ Մալթա աքսորիալների գործերը կարճվել են։ Մալթայի աքսորը պայմանավորված էր, ինչպես նշեցի, այն հանգամանքով, որ քանի որ Յոզղատի մահապատժից հետո բավականին սրվեց ներքին իրադրությունը եւ Իզմիրի գրավումը նույնպես մեծ ազդեցություն ունեցավ այդ ցույցերի, Ստամբուլում մեծ զանգվածային ցույցեր տեղի ունեցան եւ այդ պայմաններում որոշեց այդ ժամանակաշրջանի վարչապետը Դամատ Ֆերիդը որոշեց մի քանիսին ազատ արձակել, որպեսզի լարվածությունը թուլացնի։ Այդ ազատ արձակման դեպքը Անգլիայի կողմից բավականին բացասական արձագանք ստացավ եւ Անգլիան որոշեց ուղղակի նրանց Մալթա տեղափոխել, քանի որ այդ ժամանակ իրական Ստամբուլը գրավյալ վիճակում էր գտնվում հենց Անգլիայի կողմից եւ Անգլիան ոչ թե ուղղակի խնդրեց, այլ վերցրեց ու տեղափոխեց իսկ սկզբում իրոք վճռականորեն մտադրվածնելով նրանց դատապարտել, սակայն հետագայում նրա վճռականությունը արտաքին քաղաքական իրադրության մեջ փոխվեց եւ ի վերջո նա այդ աքսորիալներին փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ։ Հիշենք, որ Մալթան այդ ժամանակ բրիտանական կայսրության մաս էր, այսինքն ամենահարմար տեղը, որտեղ տեղափոխվում են, դա էր։ Իսկ դա արդեն այնտեղ հետաքրքիր այդ գնդապետ Ռաուլինսոնի հետ փոխանակումը հիմնականում թուրքերը թուրքավարի վարվեցին, այսինքն իրենք գերի վերցրեցին, այսպես ասած, մենք էլ ունենք, չէ, դիտորդական առաքելությամբ Թուրքիայի տարածքում գտնվող անգլիացի սպաներին եւ ընտանիքներին, այդ թվում կանանց եւ երեխաների, պարբերաբար հարց դրեցին, որ մենք այսքանին բաց կթողենք, դուք նրանց բաց թողեք, այսինքն անգլիացիները բաց թողեցին, թուրքերը բաց չթողեցին, հետո էլ հերթական միջև վերջի մարտը խապելով այդ ձեր թուրքերը վերցրեցին, այդտեղ դա շատ կարևոր է ոչ միայն պատմական տեսանկյունից, այլ զուտ իրավական տեսանկյունից, որ ըստ էության չեն արդարացվել դատարանի կողմից։ Այսինքն դա արդարացում չի եղել, նրանք շարունակում են մնալ հանցագործներ։ Գործերը կարճվել են։ Հա, ուրիշ բան որ պատիժը չեն կրել, այնուհանդերձ նրանց հանցագործն են։ Սա կարևոր է, մենք վաղը քննարկենք այն առումով, որ արդյոք նրանցով ձևավորված կառավարությունը, հանցագործներով կառավարությունը, իհարկե իրավասու էր կնքելու այն պայմանագրերը, ինչ որ մենք հետագայում ասենք 21 թվի, այսինքն պայմանագրեր եւ այլն։ Հարցեր։ Չէ, մի րոպե տեսնենք ուրիշները, եթե չունեն հարց, նոր դուք։ Մյուսները շատ пассив են, հատկապես այս աջ թևը։ Ընտրեմ։ Ես ասեմ, իհարկե ինքան էլ կարդացել այդ մասին կարելի է այդ աքսորները, որոնք նոր է հայտնաբերել եւ հպարտությամբ եք ներկայացնում, որ այս աղբյուրը ես եմ դրել, չգիտեմ ինչքանով է դրանց եւ այլն պատմաբանի համար լույս է, էլի։ Եթե կարող եք ասել այդ քանի որ ուսումնասիրել եք, էլի, մի քիչ ես հարցից այսպես դուրս մի հարցից այդ մտավորականներին երբ որ ովքեր աքսորեցին եւ ի վերջո կոմիտասը կարողացավ այդ մասին եթե կարող եք փաստագրական նյութ ունեք նախ ճշտում անեմ ինչու եմ ես չգիտեմ ինչքանով է հպարտությամբ ասվել իմ կողմից թե ոչ ամեն դեպքում նշեմ որ Օսմանյան այդքան մեծաթիվ փաստաթղթեր թարգմանելը բավականին ծանր գործ է դա կարող են հաստատել մասնագետները ես ունեմ երկու մենագրություն որոնք հաստատվել են տարբեր ակադեմիական հաստատությունների կողմից, որ առաջին անգամ է գիտական շրջանառության մեջ դրվում, Ռուբեն Սաֆրասյանի կողմից գրախոսվել է այդ գիրքը եւ այդ նյութերը դուք որ նշեցիք կարդացել եք Ավետիս Փափազյանին է, որը իդեպ նշեմ շատ կարևոր է, առաջինը Հայաստանում հենց Ավետիս Փափազյանը 1989 թվականին հրատարակեց դատավարության որոշ հատվածներ, սակայն այն ոչ ամբողջական է, հիմա էլ ամբողջական չի,
Թաներ Աղջանները հրատարակել Վահագն Դատերյաններ, նվաստել, այնուամենայնիվ ամբողջական չի, քանի որ 63 դատական գործեր են տեղի ունեցել։ Ես հիմնական աշխատեցի ներկայացնել այն, ինչ որ ես եմ հայտնաբերել եւ որպես նորություն։ Ուրեմն Մելնեզի համեստաբար է ասում, ես ամենասկզբից ասեցի, որ մարդ, որը զբաղվել է բնագրերով, որտեղ ցավոք սրտի ցեղասպանության պատմությունը, երբ որ կարդակ ավելի վաղ շրջանի, ու բացառությամբ բերվի 65 թվականի Ներսիսյանի կառված ժողովածու մնացած այսպես հրապարակախոսական հեքիաթային է եղել, նույն դատավարության մասին, որևէ փաստացի բաներ դա չի կատարվել, դա այսպես մեկի պատումից մյուսը, անգամ տեսեք այս պարագային Մելնեի կատարած այս հսկայական աշխատանքի պարագային, մենք Երուսաղեմի այդ արխիվը չենք ուսումնասիրել։ Այ 100-ամյակի առիթով ոչ թե հեքիաթներ էր պետք պատմել եւ համերգներ կազմակերպել, այլ մի 5 թուրքագետի ֆինանսավորել, ուղարկել Երուսաղեմ այդ արխիվը ուսումնասիրեին, պատճենային, բերեին հրատարակեին, դա գործ կլներ։ Թե չէ անընդհատ ինչ-որ հեքիաթներ են պատմում, բաներ են անում, հեծանվավազք են կազմակերպում, բռնցքամարտ են կազմակերպում, դա լուրջ չի, հասկանում եք, որտեղ այս սկզբնախորները ես ավելի կարող եմ ասել, որ այդ դատավարության մասին վստահաբար նյութեր կան, որտեղ ես գիտեմ, ամերիկյան արխիվներում եւ այնպիսի համալսարանի արխիվներում, որ մարդու մտքի ծերով չի ասնի, ինչու, որովհետեւ այդ ժամանակ կար ամերիկյան դիվանագետ, որը ներկա էր շվեդական դեսպանատան կազմում այդ դատավարություններին եւ հաշվետվություններ էր գրում։ Այսինքն այդ ամբողջ չկա։ Աշխարհը նայում է սկզբնախորներին։ Եթե տպում եք սկզբնախոր, ուրեմն դա հավաստի է։ Մարդիկ լուրջ գիտականները կնայեն, կհավատան եւ այլն։ Մնացածը արդեն ինչ կգրեք եւ այլն, հատկապես եթե հայ ազգանով է բնականաբար գրված, եւ հղումներ դուք չունեք սկզբնախորներին, վստահեցնում եմ ձեզ, ինչքան մենք ենք գրում, այո մենք ասում ենք այսքան գիրք կտպենք 100-ամյակին, վստահ եղեք 3 անգամ ավել թուրքերն են տպելու։ Ես գոնե հնարավորություն ունեցել եմ արտասահմանյան շատ լրջագույն գրադարաններ մտնել եւ նայել եւ կարող եմ ասել մի հայկական հայանպաստ գրքի դիմաց առնվազն մի 20-ը թուրքերի կողմից տպված գիրք կա եւ աշխարհի ձևը հարցին ծանոթանում է կամ ընդհանրապես հայկական որևէ բան չկա եւ լիքը թուրքական կա բայց եթե սկզբնախորներն են այս սկզբնախորների առավելությունն ինչն է որ դա անհերքելի է Բնական այդ կոտորածների մասին շատ եք կարդացել, սակայն ես ուզում եի բերել փաստեր հենց թուրք, այսինքն թուրք վկան տվել է այս փաստը։ Բնական այդ նորություն չէր կարող կոնկրետ հայերի կոտորվելու փաստը բնական է որ նորություն չէ, սակայն որ հենց օսմանյան աղբյուրներ են հաստատում, ես ուզում եի դրա վրա շեշտը դնել, ինչ վերաբերում է ձեր հարցին, միայն ուսումնասիրել եմ այդ թեմայով ուսումնասիրել եմ պոլիտիցիդ, այսինքն քաղաքական սպանություն Քանի որ դա ցեղասպանագիտական տերմին է իրականում հայ մտավորականների ոչնչացումը քաղաքական սպանություն էր, պոլիտիցիդ էր եւ դրանով եւս հաստատվում է որ ցեղասպանության դասական օրինակ է հայոց ցեղասպանությունը տեղի ունեցել պոլիտիցիդ կոնկրետ կոմիտասի փրկվելու մասին նրան օգնել են ես մանրամասները չեմ խորամուխ եղել այդ թեմայով չեմ ուսումնասիրել սակայն կոնկրետ ավելի անդրադարձել եմ պոլիտիցիդին որպես երևույթի, որպես հայոց ցեղասպանության դասական օրինակների մի հանգամանքի։ Հարց, ընտրեմ։ Բաղդասարյան Հուրի, հարցս հետևյալն է, երկու հարցներում, առաջին, Երուսաղեմում գտնվող փաստաթղթերը, եթե փորձենք ուսումնասիրել թուրքագետներ Հայաստանից եւ այլ իրավական նորմերը փաստաթղթերին մոտենալու ինչքանով է հնարավոր եւ երկրորդ հարցս գիտենք որ Վենետիկի արխիվներում եկեղեցական արխիվներում բազմաթիվ նյութերական ցեղասպանությունը փաստով հենց թրքական փաստաթղթեր կան ինչքանով է հնարավոր իրավական տեսանկյունից էլի որ թույլ տան հայ մասնագետների Վենետիկի միաբանություն նկատում հա մուտք գործել ու փաստաթղթերի հետ ծանոթանալ Կարծում եմ երկու դեպքում էլ շատ մեծ խնդիրներ իրավական առումով չեն լինելու եւ ցավեն է ինչպես պարոն Պապյանը նշեց անդադար փոխարինում են թե Օսմանյանի մասնագետ չկա նորից երկու հպարտությամբ են նշեմ որ ես Օսմանյանի մասնագետ եմ եւ Օսմանյան աղբյուրների վրա հիմնված երկու մենագրություն ունեմ մեր չեմ խոսում բազմաթիվ հոդվածների մասին սակայն ես ինքս չեմ կարող գնալ եւ անդադար խնդրել որ ինձ ուղարկեն ասենք Վենետիկի միաբանություն կամ
Երուսաղեմ։ Դա պետք է հոգա պետություն, այսինքն պետությունը ինքը պետք է առանձնացի թուրքագետների մի խումբ եւ ուղարկի։ Երուսաղեմի պատրիարքանի հետ կապված նշեմ միայն գիտեմ, որ այնտեղ անկանոն վիճակում է գտնվում եւ անընդհատ այդ է շեշտում, հնարավոր չէ աշխատել այդ արխիվում, քանի անկարգ անկանոն վիճակում է գտնվում։ Իսկ Վենետիկի տեսանկյունից տարի առաջ հայտարարություն եղավ, որ արխիվների ցեղասպանության վերաբերող փաստաթղթերի շատ քիչ Վատիկանի արխիվների շատ քիչ մասն է թույլատրելի բացման տեսանկյունից, այսինքն զգալի մասը թույլատրելի չի հրապարակման։ Բնական է, եթե թույլատրելի չի, Չէ, այդտեղ մի ուրիշ խնդիր կա, Վատիկանում գործում է 100 տարվա օրենքը, այսինքն 100 տարին պիտի փաստաթղթի լրանա, որպեսզի բացեն։ Հիմա 2015-ին, այսինքն սկսած այս տարվանից, ըստ էության գալիս են այդ փաստաթղթերի, ասենք 1914-ին կբացեն 14 թվին է, 15-ին է 15, այսինքն առաջիկա տարիներում դրա հնարավորությունը կունենանք մենք։ Այսինքն, բայց էլի նորից խնդիրը հնարավորություն ունենալ եւ օգտագործել հնարավորությունը տարբեր բան է։ Հիմա նույն Երուսաղեմի այնտեղ փակ չի։ Ես էլ մի քիչ ուսումնասիրել եմ, այդ ամբողջ ուրիշ տեսանկյունից։ Այնտեղ ոչ միայն խնդիրը միայն փաստաթղթերը չի, խնդիրն է նա, որ հսկայական անգլիական նաև արխիվներ կան պահված, ասենք նույն արաբական, ասենք հսկայական բան կա։ Ես վաղը չմոռանամ ձեզ կբերեմ ցույց կտամ, այդ կնայեք, թե օրինակ պաղեստինցիները, պաղեստինցի արաբները պետություն չունեցող, չեմ խոսում արդեն մյուս արաբների եւ Իսրայելի մասին, ինչ բազմահատորյակներ ունեն տպած իրենց դատի օգտին։ Իսկ հենց այդ ձևը իրենց տարածքային իրավունքները խոսքը գնում է 16 հատոր, ասենք ամեն հատորը 1500 էջ, ասենք A4 ֆորմատի եւ նման բաներ։ Իսկ դա է հիմքը, հասկանում եք։ Եվ թուրքական արխիվներն էլ ոչ բոլորն են փակ, միայն ռազմական արխիվներ։ Անգամ տեսեք, մենք անգամ ռուսական արխիվները չենք ուսումնասիրել, մենք անդադ խոսում ենք, ռուսական արխիվներ ուսումնասիրված, այսինքն ամենակարևոր բաներից մեկը դա ռուսական ռազմական հետախուզության արխիվն է, որը մարդիկ կա ունեցել եւ բան։ Այդ արխիվը ընդհանրապես մերոնք չեն գործել։ Իհարկե սովետի ժամանակ դա փակ էր, որտեղ ռազմական բայց այսօր կարելի է, նո այսօր արդեն էլի Պուտինը իհարկե փակեց, բայց մի քանի տարի առաջ բաց էր, կարելի էր գնալ այդ ռուսական արխիվները։ Չմոռանանք, որ ռուսները հազարավոր գործակալներ են ունեցել այդ տարածքում, որոնք հաշվետվություններ են գրել։ Գերմանացիք այդքան գործակալներ չեն ունեցել։ Այդ արգելքը, եթե հաշվի չառնենք, բաց են։ Չէ, հիմա 100 տարի շատ քիչ երկրներում կա։ Ասենք Վատիկանը ունի, Ամերիկայում ամենաշատը կարծեմ 75 տարի, ասենք կոնկրետ սենց ասեմ, 23-ից առաջ ինչ որ եղել Ամերիկայում արդեն բաց է, չկա տենց բան, որ փակ լինի։ Տարբեր երկրներ, տարբեր ժամկետներ են։ Ռուսաստանն ուրիշ է, Հայաստանում էլ, Հայաստան փաստաթղթեր կա, որ ասես հավերժորեն փակ են, ժամկետ չկա վրան դրած, այդ չեն բացվել, որովհետև որ բացվեն մարդիկ կարող է լրիվ ինչ ասեմ, խելքները գցեն, որ այնպեսի բաներ կբացվի այնպեսի մարդկանց մասին, որ ամբողջ հիասթափության մեծ ալիքներ կառաջանան։ Դրա համար էլ փակում են, թող չիմանան ով ինչ է արել եւ իրականության մեջ բանը։ Դա կա, բայց խոսքը մենք հիմա վերադառնանք, այստեղ շատ կարեւոր է։ Այսինքն ես ինչ եի ուզում, որ այս դատավարության, որովհետեւ տեսեք, հիմա շատ խոսք է գնում հարցին իրավական գնահատական տալու համար, ասենք միջազգային ինչ որ որևէ ատյանում։ Այդ ատյաններում հիմք են հանդիսանալու նման փաստաթղթերը, որովհետև դրանք արդեն հիմքում, ինչպես նշվեց, դրված են եղել փաստաթղթեր հաստատված Օսմանյան կայսրության ներքին գործերի կողմից, այսինքն դրանք այսպես նոտարով հաստատված այսպես փաստաթղթեր են, որը դատարանը հիմք ընդունի։ Մնացած բաները, թե մենք ով ինչ կգրի բան, դատարանը հիմք չի ընդունի։ Դատարանը դա կարա ընդունի ընդհանուր վկայությունների բանի մեջ, բայց եթե փաստաթուղթ չկա, Դրա համար շատ կարևոր է սկզբնաղբյուրների հրատարակումը։ Տարբեր, նայած ինչ հարց։ Հարցի բնույթից կախում ունի, եթե գույքային հարց է, Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը պետք է քննարկի, եթե միջպետական տարածքային հարց է, դա պետք է քննարկի ՄԱԿ-ի միջազգային դատարան, դա տարբեր ամեն դատարան ունի իրավասության շրջանակը, ըստ առարկայի էլ քննարկելու է։ Կախում ունի, թե ինչ է քննարկում։ Խնդրեմ։ Բաղդասարյան Շողեր, նախ շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ դասախոսության համար։ Երկրորդ անգամ էի լսում ձեր խոսվածը հենց ձեզնից։ Անցյալ անգամ դուք ձեր ելույթի ժամանակ նշեցիք, որ կարծեմ նաև Թուրքիա եք գնացել հոդվածները գրելու համար։
ինձ հետաքրքիր է ինչ գործունեություն եք ծավալել Թուրքիայում եւ ինչքանով եք հանդիպել խոչընդոտների կամ վտանգների։ Առաջին անգամ ես Թուրքիայում եղել եմ 2002 թվականին, այժմյան ցեղասպանության թանգարանի ասպիրանտ էի եւ ակադեմիան ցեղասպանության թանգարանի ինստիտուտը ինձ գործ ուղեց 3 ամսով, որպեսզի եւ Օսմանյանների արագացված դասընթացի մասնակցեմ։ Իդեպ նշեմ, որ իմ դասախոսը համաշխարհային մակարդակով ամենալավ մասնագետներից մեկն էր եւ կարողացավ ընդամենը 3 ամսում գոնե այն մակարդակի հասնել, որպեսզի հնարավոր ես կարողանամ հետագայում թարգմանություններ անել Օսմանյանից եւ նաև նոր փաստաթղթեր ձեռք բերել հենց դատավարության թեմայով, քանի որ այդ թեման ինձ տվել էին, ես շատ ոգևորվել էի, սակայն փաստաթղթերի խնդիր կար։ Եվ ինչ որտեղ երևի Աստծո ձեռքն էր նաև, քանի որ այսպիսի մի խնդիր կար իմ մոտ, ինչպես գիտենք, Թուրքիա ընդամենը 1 ամսով են վիզա տալիս եւ իմ վիզան 1 ամսից ավարտվեց։ Ես հնարավորություն չունեի դիմել արխիվ եւ այլն, որպեսզի աշխատեի եւ կարողացա այս փաստաթղթերը գտնել հենց այն հիմնադրամում, որտեղ սովորում էի Օսմաներեն, պատմության հիմնադրամի մասին է խոսքը, եւ այնտեղ կար թաքվիմի վեքայի, այսինքն պաշտոնաթղթի բոլոր համարները, ինչպես նաեւ իմ Օսմաներեն դասախոսի եւ իմ ատենախոսության ղեկավարի Արսեն Ավագյանի միջոցով ես նաեւ այլ փաստաթղթեր ձեռք բերեցի, հատկապես Ալեմդար օրաթերթը, մի շարք այլ օսմանյան օրաթերթեր, Ալեմդարի բավականին մեծաթիվ հոդվածներ, հետագայում Թաներակշամը ինձ տրամադրեց Մեմլեքեթ օրաթերթը եւ այդպիսով բնականաբար դեռ շատ փաստաթղթեր կան, որ կարոտ են ուսումնասիրության եւ պետք է ընդհանրապես հաճախ եմ եղել Թուրքիայում, վերջին անգամ բացալ այս տարի եմ եղել եւ այս նույն թեման ներկայացրել եմ թուրք ուսանողներին եւ դասատուներին ամառային դպրոցի շրջանակներում, բավականին հետաքրքիր հարց ու պատասխան եւ քննարկում էլ եղավ։ Հարց։ Խնդրեմ։ Այստեղ հավաստագրի ստացողները կարող են իրավասություն ձեռք բերել ձեզ հետ միասին նպաստելու, որ պետությունը նման մասնագետների, բանախոսի նման մարդկանց հնարավորություն ստեղծի, որպեսզի արտասահմանյան արտերներում իրենք ուսումնասիրություններ անեն։ Ճիշտ ասած, ես չհասկացա, մենք պետության հետ ինչ կապ ունենք, ոնց նպաստենք։ Մեր խնդրածը կոնկրետ մեր կենտրոնի խնդրածը պետությանը, մեր պետությանը են եղել, որ մեզ չխանգարեն, որտեղ մի շրջան ինտենսիվ խանգարում են, հիմա քիչ են խանգարում։ Մենք արդեն շնորհակալ ենք, որ քիչ են խանգարում։ Դե չգիտեմ, հիմա փորձեք համոզել պետությանը, որ ավելին անի։ Այսինքն, գիտեք, այս կահավորումը, որը օգտագործում ենք, չէ՞, որ ասենք Գերմանիայից ասենք բարերարել նվեր է տվել մեզ։ Ասենք պետությունը անգամ սրա համար մեզանից $11,000 փող գանձեց, որտեղ ասեց իմ համար տարբերություն չկա, դուք դա դնել եք ուսանողը սովորի դրա վրա նստած։ Ձեր գրքերը թե պետք է տարեք ծախեք։ Պետությունը ասում է ինձ համար ապրանքը մտավ, երկիր մուծվեք։ Դրա համար ասում ենք քիչ խանգարեն գոնե, էլի գոնե ասենք որտեղ $11,000-ով մենք հաստատ ավելի լավ բան կարող էինք անել։ Գոնե մեր երկու գիրք կտպեինք։ Այնպես որ իսկ որ ասում եք մենք առաջարկներ բազմաթիվ ա եղել պետություն, շատ կոնկրետ առաջարկներ։ Իսկապես կան շատ լավ արխիվներ, գուցե վաղ խոսանք ավելի, շատ կոնկրետ, մանրամասն։ 4,000 ամերիկացի ա եղել պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում միայն միսիոներներ։ Նրանք բոլորը հաշվետվություն են գրել գրեթե ամեն շաբաթ, եթե չասեմ ամեն օր։ Այդ ամբողջ արխիվը պահվում է Չիկագոյում։ Այդ արխիվը ոնց որ ասած չեն բանարել, նորից ուսումնասիրված չէ։ Դուք պատկերացնում եք ինչ է նշանակում 4,000 հոգի հաշվետվություններ գրի իր կենտրոնին, դրանք տասնյակ հազարավոր էջ փաստաթղթեր են գյուղ առ գյուղ։ Վուդրո Վիլսոնը երբ որ կազմում էր իր, որ խոսանք մենք այդ վճիռը, ինքը մենակ այդ դրանց մենք ինչի գիտենք որ 4,000 են եղել, որտեղ ինքը անկետաներ է բաժանել դրանց եւ դրա հիման վրա կազմել է եզրակացություն, այսինքն 4,000 անուն գիտենք որ կա, գուցե ավելել են եղել։ Այսինքն այս է հարցը, հասկանում եք, իրականությունը նա է, որ մենք նոր ենք ցեղասպանությունը սկսում ուսումնասիրել։ Նոր, այսինքն նոր ենք նա դնում փաստացի, այսպես լուրջ հիմքի վրա։ Նոր են օսմանակետները կարի, մերն են առաջին, այսպես ասած օսմանակետներից է։ Այդ հին սերունդը, որ այսպես աղ դոկտորներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ են, իսկի թուրքերեն չգիտեին։ Անգլերենի մասին չեմ խոսում, մի քիչ հայերենի բարբառը գիտեին, մի քիչ էլ հայերեն։
Այսինքն դրանից ինչ պիտի ան, այսօր էլ կան այդ մարդիկ։ Հերո չգնանք, այսօր էլ կան, ես համալսարանի պրոֆեսորի հետ եմ նորը խոսում, մարդը բաներ է խոսում, զարմանում ես։ Զարմանում ես, ուսանողի մակարդակից ցածր է, բայց մարդը պրոֆեսոր է համալսարան, Երևանի պետական համալսարանի, բայց ինչ անես, մարդը սովետի ժամանակ մի հատ տրակտորա մեքենային պարկի վերաբերյալ դոկտորական է գրել, ասենք 44 թվին, մինչև հիմա դա դոկտորականի իր ասма դոկտորա, նորմալ երկրում այտենց չի։ Նորմալ երկրում դու 4 տարին մեկ պիտի փաստես քո գիտական կոչումը, դու պիտի արտադրանք տաս, հետո տարբերություն կա, որ դու ինչ թեմայի շուրջն ես պաշտպանել։ Մերոնք մարդիկ մի թեմայով պաշտպանում են, ասենք դառնա պատմական գիտություններ, ասենք դոկտոր, չէ՞։ Իրան թվում է, որ ինքը բոլոր պատմական հարցերի մասնագետ է։ Հա, եւ ասենք, այդ ծեվ չի, վերջո բժշկության մեջ տարբերություն կա, չէ՞, ակնաբուժի եւ այլ բուժերի միջեւ։ Նույնիսկ պատմական հարցերը։ Խնդրեմ։ Շնորհակալություն, Նարեկ Միրզոյան, ես ձեզ ունեմ երկու հարց։ Առաջին հարցս վերաբերում է այնուամենայնիվ ուսումնասիրված են հսկայական փաստեր, որոնք իրավական տեսանկյունից կարող են լուրջ դեր ունենալ Հագայի քրեական դատարանի որպես որակավորվի հանցագործություն եւ տարածքային պահանջ։ Ձեր կարծիքով ինչն է պատճառը, որ մինչ օրս անկախ Հայաստանը չի դիմում միջազգային դատարաններ, եւ երկրորդ հարցս վերաբերում է այնուամենայնիվ եթե հրաշք լինի, որ դիմի եւ կլինի հայկական հյուրընկեր։ Շնորհակալություն։ Ուզեմ բացարձակ պարոն Պապյանն է այդ մասնագետը, նեղ մասնագետը։ Չէ, բայց եթե հարցի մեջ արդեն շփոթություն կա, հետեւաբար եթե հարցը սխալ է տրված, պատասխանը չի կարող ճիշտ լինի։ Ասենք քրեական դատարան եւ հողային պահանջատիրություն իրար հետ կապ չունի։ Առանձնացված եւ որակավորում է հանցագործություն եւ տարածքային պահանջներ։ Չի լինի։ Քրեական դատարանը չի կարող լուծի տարածքային պահանջների խախտում։ Եվ գործողությունը որակավոր որպես հանցագործություն եւ դրանից հետո առանձին տարածքային պահանջների հայց ներկայացվի։ Ուր, էլի քրեական Մարդու դատարան։ իրավունքների եվրոպական դատարան։ Դա էլ չի կարող։ Ինչա մակին պետք է լինի։ Թող լինի մակի։ Չէ, նայ, խնդրեմ, եթե պատասխանում եք, պատասխանեք, ձեր տեսակետը, չէ, եկեք չփոթեք, դատական հարցերը մի քիչ ուրիշ է, էլի, այնտեղ ուրիշ է։ Դրա համար ես որ պատասխանում էի նախորդ հարցին, նայ, ամեն դատարան ունի իր իրավասությունների շրջան։ Չկա աշխարհում մի դատարան, որը կարողանա որոշի հողը ունտա թե չտա։ Ասեմ ձեզ այդ։ Տենց բան չկա։ Մեր բախտը ինչու՞մ է բերում։ Մեր բախտը բերել է նրանով, որ արդեն վճիռը կա, որ այդ հողը մերն է։ Այսինքն մենք դատարան դիմելու ենք ոչ թե հող ուզելու համար, այլ արկա վճռի կարգավիճակը հստակեցնելու։ Այսինքն արդյոք այդ վճիռը օրինական է եւ այսօր ուժի մեջ է թե ոչ։ Այդ դրա վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանը, ոչ թե քրեական դատարան, այսինքն Հռոմի ստատուտի մասին չխոսքը, Հագայի, այսինքն International Court of Justice կոչեցյալը, չգիտեմ ինչի հայերենի մեջ այդ արդարադատության բառը justice-ը միշտ բաց են թողում, ասում են միջազգային դատարան։ Իրա պաշտոնական անունն է միջազգային արդարադատության դատարան։ Նա պիտի որոշի, այսինքն եթե մենք հայցով ենք դիմելու, մենք չենք դիմելու հողային պահանջով, այլ մենք դիմելու ենք արդյոք տվյալ փաստաթուղթը այսօր ուժի մեջ է թե ոչ։ Եվ այդ հարցին ինքը կարող է պատասխանի։ Այդ դատարանի իրավասությունների շրջանակում է։ Եթե ինքը պատասխանեց այո, այդ դեպքում արդեն մենք այդ փաստաթղթի հիման վրա կարող ենք ասել, ուրեմն մենք այս իրավունքներն ենք ոչ։ Այլ մեր բախտը դրա մեջ է բերում։ Շատերը չեն կարող հասկանալ, որ ինչի Ուիլսոնը նոյեմբերի 22-ին Հայաստանի կործանումից 10 օր առաջ վճիռ կայացրեց, երբ որ ակնհայտ էր, որ այդ վճիռը չի իրականացվելու։ Հենց դրա համար էլ կայացրեց, որ այդ փաստաթուղթը լինի այսօր մեր ձեռքին, որտեղ ի տարբերություն շատերին շատ ավելի էր հավատում Հայաստանի ապագային, ասենք 20 թվին, քան հայերից շատերը։ Խնդրեմ։ Մի քիչ բարձր խնդրեմ, որտեղ հեռու եք լավ չի լսվում։ Ես նշեցի, որ իրենք հենց փաստաթուղթ են, որոնք արտատպվել են Թաքվիմի Վեքայի պաշտոնաթերթի կողմից։ Այդ ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության պաշտոնաթերթը Թաքվիմի Վեքային էր, այսինքն իրադարձությունների օրացույց։ Թաքվիմի Վեքային արտատպել, այսինքն ամբողջությամբ ոչ թե լրագրողն է լսել ու նորից վերաշարադրել է այն, ինչ որ տեղի ունեցել դատական նիստի ընթացքում, այլ
ամբողջական նիստի արձանագրությունները տպագրել է իր էջերում։ Սակայն հիմնականում թաքվիմի վեքայում են տպագրվել գլխավոր դատավարությունները, այսինքն երիտթուրքերի կուսակցության կառավարության անդամների դատավարությունները, նաև պատասխանատու քարտուղարների դատավարությունները, որոշակի դատավճռեր են տպվել։ Ես հիմնականում եւ օգտվել եմ թաքվիմի վեքայից եւ օգտվել եմ Ալեմդարից, Մեմլեքեթից, որոնք արդեն ձեր ասած, այսինքն լրագրողը պատահել է այդ որ ամբողջությամբ նիստի արձանագրությունն է բերվել տվյալ պարբերականում, սակայն պատահել է նաև որ լրագրողը վերարտադրել է, վերաշարադրել է այն ինչ տեղի ունեցել նիստի ժամանակ։ Այդ վերաշարադրածները այսօր հանեն իրավական մակարդակ Դե կոնկրետ վերաշարադրածները ինչ որտեղ բավականին կարևոր են, քանի որ ինչ որ տեղի ունեցել ժամ առ ժամ նկարագրվել է, բայց նաև տեղի կան դատավճռեր, ավելի կարևոր են այդ դատավճռերն ու մեղադրական եզրակացությունները որպես փաստաթուղթ։ Օսմանյան սահմանադրություն չէին կարող խախտել, քանի որ երիտթուրքերի դատավարությունները տեղի ունեցել օսմանյան օրենքներով։ Ինչու են ռազմական դատարաններում տեղի ունեցել, որովհետև այդ ժամանակ ռազմական դրություն էր, շարունակում էր գործել ռազմական դրությունը։ Մեղադրյալների դատապաշտպանները փորձում էին առաջ քաշել այն վարկածը, որ ռազմական դատարանը իրավասու չէր դատել մեղադրյալներին, քանի որ նրանք նախարարներ են եւ այլն եւ պաշտոն էին իրագործել, սակայն ռազմական դատարանը հիմք ընդունելով հենց Օսմանյան սահմանադրությունը եւ որոշ այլ կետեր նշեց, որ նրանք ոչ միայն ի պաշտոն է, այլ որպես անհատներ կատարել են այդ հանցագործությունը եւ շարունակեց դատել երիտթուրքերին։ Սակայն ես իմ գրքում նաեւ նշել եմ, որ ինչ որտեղ պետք է ճիշտ համարել, որ ի պաշտոն են կատարվել, քանի որ նախարարների խորհուրդը հաստատել էր տեղանության օրենքը եւ այն վավերացվել էր խորհրդարանի կողմից, այսինքն պաշտոնական պահը գոյություն ուներ։ Ես կուզեի նոր հիշեցի, ձեր ելույթի սկզբում դուք վկայակոչելով 15 թվականի մայիսի եռյակի բրիտանական կայսրությունը, ռուսները Ֆրանսիան մեղադրելով երիտթուրքերի ղեկավարությանը, այդ սխալը շատերն են կատարում։ Խոսքը չի գնում մարդկության դեմ հանցագործության մասին, մարդկության եւ քաղաքակրթության։ Խոսքը գնում է մարդկայնության եւ քաղաքակրթության։ Այդտեղ միշտ այդ humanity բառը Ես մարդկայնության եմ, բայց չէ, այդտեղ կարծեմ դուք կարծացիք մարդկություն, ես որտեղ եմ մարդկայնություն։ Դա մարդկայնության, մենոնք համատարած սխալ են անում, այսինքն մարդկության դեմ հանցագործություն, հանցագործությունը մարդկայնության դեմ հանցագործությունն է։ Պաշտոնական բոլոր տեքստերում ռուսերեն против человечности, ոչ թե против человечества, երբ որ կլսեք Լավրովն է խոսում, Լավրովը ճիշտ է խոսում։ Այսինքն, որտեղ ինքը գիտի ինչ է ասում, երբ որ լրագրողները против человечества, անգլերենում humanity է, mankind չի, այնտեղ հստակ տարբերակում կա անգլերենում humanity որպես մարդկայնություն եւ mankind որպես մարդկություն, եւ այդ իմաստով է, եւ այդ հանցագործությունները պաշտոնապես ՄԱԿ-ի տերմինաբանության գրքում, որը մենք ունենք, կարող են կապացնել ուրեմն մարդկայնության դեմ հանցագործությունը եւ ոչ թե մարդկության։ Այդ խնդրեմ ճիշտ հատկապես լրագրողները, որ ճիշտ օգտագործել, որտեղ դա համարյա համատարած է։ Ինչ? Չէ, լեզվի խնդիր չի, դա տերմինի խնդիր է, որը իրավական առումով տարբեր իմաստ ունի։ Տարբեր իմաստներ ունի արդեն բանը։ Խնդրեմ, մի վարքան հաջորդը դուք։ Հա, բայց ինձ ուղղված հարցերը վաղ է, էլի, վաղը ես ուզում եմ ասում, որ իսկ թուրքերը, ադրբեջանցիները լավ ուսումնասիրել են ու ձևերը յուրացրել են։ Ասեն Սումգայիթում է, Բաքվում է, իրանք ազատ արձակեցին մասնասպաններին, հանցագործներին, նույն ձեռագիրը, նույն ձևի շատ լավ յուրացրել են նրանք։ Ի հակառակն է։ Չէ, բայց Սումգայիթում հանցագործին բաց թողելը դա ուսումնասիրության հետ կապ չունի, որևէ ուսումնասիրություն չի կատարվել։ Ուղղակի բաց են թողել։
Հասկանալի է, դե հանցագործը իր հանցագործին բաց է թողում, բայց դա առանց ուսումնասիրելու են բաց թողել, ուզում եմ ասեմ, էլի, դե ուսումնասիրել կապ չունի։ Խնդրեմ, այդտեղ հարց ունեի։ Հարցում ապոված։ Տարբերություն չկա ճիշտ է։ Երկու սիտուացիաներ հետաքրքիր են, եւ երկրորդը ներկայիս է վերաբերում, ինչքան կան արդյոք հարցումներ Հայաստանի Հանրապետության բնակչության եւ Թուրքիայի Հանրապետության բնակչության մեջ, ինչպիսին է վերաբերմունքը, եթե կբացի իհարկե հայ-թուրքական սահմանը։ Իրենք արդյոք բնակչությունը պատրաստ է, ոչ թե քաղաքական գործիչները պաշտոնապես, այլ բնակչությունը։ Սահմանի բացման օգտին, թե ոչ։ Ձեր տեսակետն է։ Առաջին ասում, որ քաղաքականը ավելի բարձր է այսօր դիտարկում, քան իրավական, հա։ Չէ, իհարկե պետք է հուսալ եւ հավատալ, որ կգա այնպիսի ժամանակաշրջան, թե մի քիչ ուտոպիկ է թվում, որ ոչ թե քաղաքական շահերը առաջնային կլինեն, այլ հենց իրավունքը, հենց արդարությունը տիրապետող ուժ կունենա, թեև ինչպես պատմությունն է ցույց տալիս, որքան օրենքները շատանում են, այնքան արդարությունը ավելի քիչ է գործում եւ ամեն դեպքում միշտ քաղաքական շահը առաջնային է։ Պարոն Պապյանը, որ նշում է իրավարարի վճռի մասին, Վուդրո Վիլսոնի, իհարկե ըստ իրավունքի այն մեզ է պատկանում, սակայն ես միշտ մտավախություն ունեմ, որ միջազգային իրադրությունը երբևիցե, այսինքն եւ ուզում եմ հավատալ այդ օրվան, երբ այդ հողերը մերը կլինեն, այնուամենայնիվ միջազգային իրադրությունն է միշտ ավելի կարևոր, քան այդ իրավական փաստաթուղթը։ Ցավոք սրտի ներկայում առայժմ այս վիճակում է։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, չգիտեմ, ճիշտ ասած, հատուկ երևի սոցիոլոգիական ուսումնասիրություններ են պետք, որպեսզի գիտական կերպով արձանագրվի, թե արդյոք հասարակությունը պատրաստ է, թե պատրաստ չէ։ Մեր հասարակությունը ընդհանրապես մի քիչ անհանդուրժող է երևի, ինչպես նկատել եք օտարի նկատմամբ, օրինակ պարսիկների նկատմամբ էլ, թեև կարելի է լավ կողմից էլ դիտել, որ գալիս են եւ տուրիզմը զարգանում է, օրինակ Նովրուզի ժամանակ, այնուամենայնիվ չեմ կարծում, որ մեծ թվով թուրքերի գալը հաճելի կդիտվի մեր հասարակության կողմից եւ ես էլ կիսում եմ, ես ինքս էլ չեմ ուզում, որ շատ թուրքեր գան եւ հաճախ տուրիստ որպես, այսինքն տուրիզմի առումով իհարկե լավ է կամ տնտեսության, բայց մի փոքր մտավախությունները շատ են հասարակական առումով։ Ես միգուցե ձեր հարցին վաղ պատասխանեմ, որտեղ մենք 2 րոպե ժամանակ ունենք, վերջին հարցը։ Հելա դուք ասեք։ Ես մի բան եմ հասկանում, որ ամենակույրը նա է, ով չի ուզում տեսնել, չէ՞։ Հիմա եթե պետությունները ցանկանային տեսնել, առանց որևէ փաստաթղթի, մեր փաստաթղթերը շատ են տված ամբողջ Հայաստանով այս վիճակը։ Դրանք առաջինը մեր տաճարներն են, մեր այդտեղ մնացած ժողովուրդը, որ իսլամացվել են, բայց հայեր, մեր եկեղեցին եւ պատմագրական, այո, Հերոդոտոսից սկսած մենք ունենք վկայություններ, գրված ցեղասպանության մասին։ Ցեղասպանության մասին։ Հողային պատկանելության մասին։ Հայաստանի մասին եմ ասում։ Երբ որ այս ժամանակակից նորատու խալի է, օրինակ ասում Երևանն էլ է մեր։ Խնդրեմ հարցը տվեք։ Ուզում եմ ասել, մենք միլիոն հատ վկայություն են հավաքում։ Եթե մարդիկ չեն ուզում տեսնել, չեն տեսնել։ Իսկ ինչպես անես որ տեսնել։ Իսկ ինչպես անեք որ տեսնել։ Ինչ վկայություն։ Նայեք, եկեք տարբերակենք հստակ։ Վկայությունը կոտորածի հայերին կոտորելու մասին դեռևս վկայություն չի ցեղասպանության մասին։ Այսօր թուրքերը այնքան են խորամանկացել, որ ինքնին կոտորածը չեն ժխտում։
այլ ասում են այո եղել է կոտորած, դա հետևանք այսինչ որ պատճառն է բերում, չկա միտումը, չկա կանխամտածվությունը, որտեղ հենց ճիշտ նշեց, որ դատավարությունը ինչով է լավ, որ ցածալը որ եղել է կանխամտածված հանցագործություն։ Ախր դուք որ խոսում եք, մենք վաղը կխոսանք։ Դրանք ցավոք սրտի դուք խոսում եք այնց ոնց որ խոսացել է մեր սովետահայ պատմագրությունը վերջի 50 տարում, որ հուշարձանները ոչինչ չեն վկայում, բացի այն մասին, որտեղ հայեր են ապրել։ Հայերը ինքնին ապրել դեռ ոչինչ չի նշանակում։ Հայերը հուշարձաններ կա Հնդկաստանից մինչև Ճավակղզի եւ այլն, այսինքն դա որևէ հիմք չի բացի նրանից, որ ապրել են։ Ցեղասպանությունը այլ բան է, հետո ցեղասպանությունը դուք պիտի կարողանաք իրավական ներկայացնել, որտեղից իրավական հետևանք լինի։ Մենք խոսում ենք քաղաքականության եւ իրավունքի հակասության մասին, բայց բառացիորեն 3 էր, կարծեմ, 3 քննարկում եղավ, իրավաբաններն էին հավաքվել, ինձ էլ կանչել էին, եւ բոլորը եկան միաձայն էին եզրակացության, որ իրավական դաշտում չկա մի որևէ լուրջ բացի այս դատավարությունից, որևէ այլ փաստաթուղթ, որ եղել է ցեղասպանություն, որ ասում եք, հələ մենք թողեք այդ իրավունքն անենք, տենանք այդ իրավունքով քաղաքականությունը կարում ենք ճնշենք, թե չէ, մենք չենք կարի, ասում ենք քաղաքականն ավելի է։ Բայց եթե ոնց կարող է մի բան, որը չկա, լինի պակաս կան ավել, որտեղ մենք այդ ամբողջը չենք կարել։ Մենք փոխանակ ժամանակին նույն ձևի դիմենք դատավարությունների, տարբեր բաների հետ իրականացնենք, նաև ազգային դատարաններում, միջազգային դատարաններում վճիռներ ունենանք, նորից եմ կրկնում։ Ցեղասպանության վերաբերյալ բացի ռազմական դատարանների վճիռներից որևէ դատական վճիռ չկա։ Հետևաբար թուրքերը հանգիստ կարող են ասել, որ դա ձեր հեքիաթներն է, ձեր վկայություններն է։ Ուզում եք հուշարձանը, եկեք ոնց որ հիմա ցավոք սրտի որոշ հայեր են ասում, որ բան, գնացեք վերադարձեք ապրեք Թուրքիայի իշխանության տակ այդ տարածքում։ Չէ՞, որոշ արևմտայր այսօր այդ գիծն են տանում, որ այսինքն հայերը ոչինչ չեն ուզում, բացի վերադառնալու իրավունքից։ Տենամ քանի հայ պետք է վերադառնա քրդերի մեջ ու թուրքերի իշխանության տակ ապրի։ Հասկանում եք, մենք վաղը ավելի դա կքննարկենք այդ տեսանկյունից, որովհետև եւ ցեղասպանությունը, ինչի ենք մենք ուզում անընդհատ ցեղասպանություն այս բառը չես, որովհետև ի տարբերություն մյուսների սա իրավական գնահատական, այդտեղից բխող տարբեր հետևանքներով, իհարկե ոչ հողային, բայց տարբեր ինչ-որ բաների խնդիրը կա։ Այսինքն մենք մինչև մեր տնային աշխատանքը չանենք, մենք չենք կարող որևէ մեկից ակնկալ, որ ասում եք ուզում է տեսնի, ինչը տեսնի։ Ինչը տեսնի։ Այ ես ամերիկացի սենատոր եմ, ասում եմ ինչն եք ինձ ցույց տալ, ես ինչը տեսնեմ։ Ձեր ցույցերը, ձեր խաչքարները ինձ համար դա հիմք չի։ Ցույց տվեք այն դատական վճիռները, ցույց տվեք ՄԱԿ-ի համապատասխան որոշումները, ցույց տվեք, որ ես հավատամ։ Մնացածը ինչքան դուք եք ասում, 5 այդքան էլ թուրքերն են ասում, մոռացել եք Գորբաչովը։ Ասում են ինչքան հայ պատմաբաններն են ասում Ադրբեջանը հայկական հողը երկու այդքան էլ ադրբեջանցիք են ապացուցում եւ ված չեն ապացուցում, ասեն ձեզ։ Լավ էլ ապացուցում են, որտեղ սովորական քաղաքական գործիչը մասնագետ ինքը չի խորանալու։ Ինքը վերցնելու է, կարդալու, ասելու է, ինչա, նա պետք է գնա բանանի, ստուգի հղումները, տեսնի արդյոք դա կեղծվել է, ճիշտ է։ Դա մեր գործն է։ Այդ որ տպվում է մասայաբար այդ կեղծիքները, ով է մերոնցից դա հերքել կամ ինչ-որ մի բան արել օրինակի համար։ Շրջանառության մեջ է, չէ՞ մտնում այդ ամբողջը։ Դա համար այդ հարցերը վաղը մենք կքննարկենք, այսօր չէ, արդեն դե 9-ից է։ Շնորհակալություն հայտնենք, շատ